Մի ոսկեզօծ երեկո մի միլիոնատեր որոշում է փորձարկել մարդկային արժեքը նրանց մեջ, ումից ամենաքիչն էր սպասում։ Բաց դրված փողի կույտի առաջ սպասուհու դուստրը վարանում է, բայց տալիս է մի բան, որը շատ ավելի արժեքավոր է։ Եվ այն, ինչ նա թողնում է սեղանին, հավերժ փոխում է հարստության իմաստը այդ տանը։ Նախքան այս զարմանահրաշ պատմությունը լսելը, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին ավելի հուզիչ պատմությունների համար։ Երեկոյան Արը ոսկե շեղբերի պես կտրում էր առանձնատան բարձր պատուհանները, լույսի ստվերի տեսարան ստեղծելով փայլեցրած մարմարե հատակին։ Վիկտոր Ալյանցը ճշգրտեց իր իտալական փողկապի հանգույցը, մեծ պատուհանից դիտելով կատարելապես խնամված այգիները, որոնք ձգվում էին մինչ հորիզոն։ 42 տարեկանում նա կառուցել էր մի բիզնես կայսրություն, որի անունը արձագանքում էր մայրաքաղաքի ամենաազդեցիկ շրջանակներում։ Բայց այդ երեկո նրա մտքերը զբաղված էին այլ բանով։ Տնօրենների խորհրդի նիստը ավարտվել էր 2 ժամ առաջ, բայց Մարկոյի ֆինանսական տնօրենի խոսքերը դեռ արձագանքում էին նրա ականջներում, որպես անհանգստացնող արձագանք։ Աղքատ մարդիկ հեշտ փող են ուզում, Վիկտոր։ Նրանց բնույթն է օգտվել ցանկացած հնարավորությունից։ Այս արտահայտությունը ասվել էր այն բնականությամբ, ասես եղանակի մասին լիներ խոսքը, բայց այն ինչ-որ անհանգստացնող բան էր արթնացրել գործարարի կրծքում։ Վիկտորը մոտեցավ իր մահագոնի սեղանին, բացեց գլխավոր դարակը։ Ներսում, առածկական ժապավեններով կապված թղթադրամների կապոցները կարծես հանգիստ քնած լինեին։ Դրանք միջոցներ էին, որոնք նա պահում էր զուսպ գործարքների համար, փող, որը հազվադեպ էր օրվա լույս տեսնում։ Նա վերցրեց մի քանի կապոց, դրանք տարածեց գլխավոր սենյակի կենտրոնական սեղանին, ստեղծելով մի տեսարան, որը դաժանորեն հակադրվում էր միջավայրի էլեգանտությանը։ 20, 50, 100, 200 դրամանոց թղթադրամները տարածվում էին ինչպես քամուց քշված տերներ ապակե մակերեսի վրա։ Ընդհանուր արժեքը հասնում էր գրեթե 15,000 դրամի, մի գումար, որը կարող էր ամիսներով փոխել շատ ընտանիքների կյանքը։ Վիկտորը հենվեց ներմուծված կաշվե բազմոցին, փակեց աչքերը, քուն առնելու ծածնելով։ Բայց նրա բոլոր զգայարանները սրված էին, սպասելով։ Նրա մտքում մշակված փորձարկումը պատահական չէր։ 3 տարի էր, Ռոզան աշխատում էր նրա տանը, որպես տնային տնտեսուհի։ 40 անց, այրիկին էր, ով միայնակ էր մեծացրել իր դստերը, Աննային, ով երբեմն ուղեկցում էր նրան հանգստյան օրերին, երբ դասեր չուներ իրենց բնակության թաղամասի հանրակրթական դպրոցում։ 17-ամյա աղջիկը միշտ գրավել էր նրա ուշադրությունը իր զուսպությամբ, դաստիարակությամբ, ի տարբերություն այն բանի, ինչ ասում էին նրա ծանոթներից շատերը իրենց սոցիալական դասի մարդկանց մասին։ Աննան ինչ-որ առանձնահատուկ բան ուներ։ Նրա շագանակագույն աչքերում կար մի խորություն, որը խոսում էր վաղ հասունության մասին, գուցե կերտված կյանքի դժվարություններով, որոնք նրան պարտադրվել էին վաղուց։ Նրա հագուստը, միշտ մաքուր խնամված, թե ակնհայտորեն կարկատված, պատմում էր մի ընտանիքի պատմություն, որն արժանապատվորեն պայքարում էր դժվարությունների դեմ։ Նա երբեք ոչինչ չէր խնդրում, երբեք չէր բողոքում, երբեք նույնիսկ ակահորեն չէր նայում իրեն շրջապատող շքեղություններին, երբ այցելում էր առանձնատուն։ Մարմարե միջանցքից քայլերի ձայն լսվեց։ Վիկտորը անմիջապես ճանաչեց Աննայի թեթ զգույշ քայլվածքը։ Ռոզան դուրս էր եկել լվացքատանը հագուստը դասավորելու, դստերը թողնելով գլխավոր սենյակում սպասելու, մինչ ինքը ավարտեր իր աշխատանքը։ Սա կատարյալ պահն էր այն փորձարկման համար, որը Վիկտորը ծրագրել էր։ Երիտասարդ աղջիկը մտավ սենյակ, կտրուկ կանգ առավ, տեսնելով տարածված փողը։ Նրա աչքերը լայն բացվեցին, ոչ թե ագահությամբ, այլ գրեթե սուրբ զարմանքի արտահայտությամբ, կարծես այթաքած լիներ մի բանի վրա, որը չպետք է գոյություն ունենար այդ կարգավորված աշխարհում։ Վիկտորը, աչքերը փակ պահելով, շնչառությունը վերահսկելով, զգում էր լարվածություն օդում, կարծես ձգված լար, որը պատրաստ էր կտրվելու։ Աննան դանդաղ մոտեցավ սեղանին, յուրաքանչյուր քայլը հաշվարկված էր, կարծես ականապատ դաշտում քայլեր լիներ։ Նրա ձեռքերը թեթակի դողում էին, երբ նա ձգեց դրանք դեպի թղթադրամները։ Վիկտորը կարող էր զգալ երիտասարդ աղջկա ներքին հակամարտությունը նույնիսկ փակ աչքերով, կարծես սենյակի մթնոլորտը էլեկտրականությամբ լցված լիներ։ Նա թեթակի դիպավ 100 դրամանոց թղթադրամին, միայն մատների ծայրերով։ Թուղթը մեղմ շրշաց, մի ձայն, որը կարծես արձագանքեց ամբողջ սենյակում։ Աննան խորը շունչ քաշեց, Վիկտորը հասկացավ, որ նա պայքարում էր իր հետ, լուռ պատերազմ կարիքի սկզբունքների մեջ։ Հանկարծ երիտասարդ աղջիկը հեռացրեց ձեռքը, կարծես կրակի դիպած լիներ։ Նա շուրջը նայեց, ստուգելով, արդյոք իսկապես միայնակ է, հետո արեց մի բան, որը Վիկտորին ամբողջովին շփոթված թողեց։
Նա իր մազերից հանեց մի փոքր փայտե մազակալ, ակնհայտորեն ձեռագործ, զարդարված փոքրիկ փորագրություններով։ Ակնհայտ էր, որ այդ իրը զգացմունքային արժեք ուներ, գուցե միակ իրական իրը, որ նա ուներ։ Գրեթե կրոնական հարգանքի ժեստով Աննան մազակալը դրեց փողի վրա, իբր ընծախորանին։ Նրա խոսքերը եկան այնքան ցածր շշուկով, որ Վիկտորը ստիպված էր լարվել լսելու համար։ Մայրս միշտ ասել է, որ ազնվությունը միակ բանն է, որ ոչ ոք չի կարող մեզանից գողանալ, շշնջաց նա, կարծես աղոտ կաներ։ Այս փողը մերը չէ։ Այն կարող է լուծել մեր խնդիրները, գնել այն դեղերը, որոնք նրան պետք են, մարել ուշացած հաշիվները։ Բայց կլիներ կեղտոտ։ Կլիներ մեր արժանապատվությունը գողանալ։ Նրա ձայնը թեթակի խզվեց, բայց մնաց ամուր։ Ես բավականաչափ ուժեղ եմ դիմակայելու համար։ Մենք աղքատ ենք, բայց գող չենք։ Վիկտորը զգաց, թե ինչպես ինչ-որ բան շարժվեց իր կրծքում, զգացմունք, որը տարիներ շարունակ չէր զգացել։ Նա հիշեց իր սեփական համեստ մանկությունը, երբ մայրը նրան սովորեցրել էր արժեքներ, որոնք կարծես կորել էին հաջողության հարստության մեջ։ Փոքրիկ մազակալի պատկերը փողի վրա դրոշմվեց նրա մտքում, որպես հզոր խորհրդանիշ այն բանի, որը նա մոռացել էր, որ գոյություն ունի։ Երիտասարդ աղջիկը հեռացավ սեղանից, նստեց պատուհանի մոտ գտնվող աթոռին, մեջքով դեպի փողը, կարծես ցանկանար պաշտպանվել իր սեփական գայթակղությունից։ Նրա ձեռքերը ծալված էին ծնկներին, նա նայում էր այգուն, արտահայտությամբ այն մարդու, ով նոր էր հաղթել դժվար պայքարում, բայց վիրավորվել էր այդ ընթացքում։ Վիկտորը չկարողացավ այլս պահել ձացնելը։ Նա դանդաղ բացեց աչքերը, վեր կացավ բազմոցից, զգուշորեն վերցնելով փայտե մազակալը։ Աննան, նկատելով շարժումը, արագ շրջվեց, նրա դեմքը գունատվեց, տեսնելով, որ նա արթուն է։ Խուճապը նրա աչքերում դանակի հարված էր գործարարի սրտին։ Վիկտորը դանդաղ մոտեցավ Աննային, ով կծկվել էր աթոռին, կարծես ծաղիկ, որը փակվում է փոթորկի առաջին նշանին։ Նա զգուշությամբ բռնած էր փայտե մազակալը, կարծես աշխարհի ամենաթույլ բյուրեղից լիներ պատրաստված։ Նրա աչքերը միշտ այդքան կոշտ ու հաշվենկատ գործարար հանդիպումներում, այժմ խոնավ էին, ինչը նա տասնամյակներ շարունակ չէր զգացել։ Խնդրում եմ, պարոն Վիկտոր, ես չեմ դիպել փողին, շշնջաց Աննան, ձայնը դողում էր ինչպես քամուց քշված տեր։ Ես պարզապես ուզում էի ինչ-որ բան թողնել փոխարենը, եթե դուք մտածեիք, որ ես վատ մտադրություններ ունեմ։ Գործարարը ծնկի իջավ նրա առաջ, մի շարժում, որը նա երբեք չէր արել իր չափահաս կյանքում ոչ ոքի համար։ Այդ գործողությունն այնքան անսպասելի էր, որ Աննան էլ ավելի հետ քաշվեց աթոռին, շփոթված, վախեցած։ Դու ինձ այսօր մի բան սովորեցրիր, որը ես վաղուց մոռացել էի, ասաց Վիկտորը, ձայնը զգացմունքից խզված։ Դու ինձ ցույց տվեցիր, որ դեռ ազնվություն կա այս աշխարհում։ Նա մազակալը մեկնեց նրան, բայց Աննան վարանեց վերցնելուց։ Ես չեմ հասկանում, պարոն։ Դուք ինձ էիք փորձարկում։ Վիկտորը խորը հոգոց հանեց։ Այո, Աննա։ Եվ դու քննություն անցար, որում ես ինքս ձախողվել էի շատ վաղուց։ Նա վեր կացավ, մոտեցավ պատուհանին, դիտելով այգին, որը հանկարծ ավելի քիչ կատարյալ, ավելի քիչ կարևոր էր թվում։ Երբ ես քո պես երիտասարդ էի, փողաման գտա փողոցում։ Այն լիքն էր փողով, ավելին, քան իմ ընտանիքը տեսնում էր ամիսներով։ Ես այն վերադարձրի տիրոջը, ով նույնիսկ չշնորհակալեց ինձ։ Բայց մայրս մի բան ասաց, որը ես միայն այսօր հասկացա։ Աննան ուշադիր դիտում էր նրան, մազակալն այժմ ապահով իր ձեռքերում։ Ինչ ասաց նա։ Որ ես երբեք մեծ չէի լինի, եթե փոքր լինեի ընտրություններում։ Վիկտորը շրջվեց դեպի նա, տարիների մեջ առաջին անգամ թույլ տվեց, որ իր խոցելիությունը դրսևորվի։ Ես կայսրություն կառուցեցի, Աննա, բայց ճանապարհին ինչ-որ բան կորցրի։ Կորցրի մարդկանց մեջ բարություն տեսնելու կարողությունը։ Սկսեցի հավատալ, որ բոլորը շարժվում էին միայն շահերով։ Ռոզայի քայլերի ձայնը արձագանքեց միջանցքից, մոտենալով սենյակին։ Վիկտորը արագ դասավորեց փողը, այն հետ դնելով դարակը, մինչ նա կհասներ։ Աննան լուռ մնաց, դեռ մարսելով տեղի ունեցածը։ Աննա, ամեն ինչ կարգին է այնտեղ, հարցրեց Ռոզան, մտնելով սենյակ, նրա ձեռքերը դեռ խոնավ էին լվացքատան աշխատանքից։ Նա նայեց Վիկտորից դեպի դուստրը, նկատելով լարվածություն օդում, որը չէր կարողանում նույնականացնել։ Այո, մայրիկ, պատասխանեց Աննան, ստիպելով իրեն ժպտալ։ Պարոն Վիկտորը պարզապես զրուցում էր ինձ հետ։ Ռոզան գլխով արեց, բայց նրա մայրական աչքերը դստեր արտահայտության մեջ ինչ-որ այլ բան նկատեցին։
Լավ, ուրեմն գնանք։ Ես այսօրվա աշխատանքը ավարտել եմ։ Վիկտորը մոտեցավ Ռոզային, ձեռքերը թեթակի դողում էին։ Ռոզա, ես կցանկանայի ձեզ հետ զրուցել նախքան ձեր գնալը։ Դա Աննայի ապագայի մասին է։ Կինը ճակատը կնճռեց, անհանգստացած։ Նա ինչ-որ սխալ բան արել է, պարոն։ Եթե արել է, ներողություն եմ խնդրում, ես միշտ ասում եմ նրան լավ պահել իրեն, երբ այստեղ է գալիսը։ Ոչ, Ռոզա։ Ընդհակառակը։ Վիկտորը խորը շունչ քաշեց։ Աննան ինձ այսօր շատ կարևոր բան ցույց տվեց։ Եվ դա ինձ ստիպեց որոշում կայացնել։ Նա մոտեցավ իր աշխատանքային սեղանին, բացեց մեկ այլ դարակ, հանելով մի քանի թղթեր։ Ես առաջարկ ունեմ ձեզ համար։ Դա բարեգործություն չէ, այլ արժեքի ճանաչում։ Աննան Ռոզան շփոթված հայացքներ փոխանակեցին։ Վիկտորը շարունակեց. Ես ուզում եմ Աննային լրիվ կրթաթոշակ առաջարկել մայրաքաղաքի լավագույն մասնավոր դպրոցներից մեկում։ Բացի այդ, Ռոզա, կցանկանայի, որ դուք դիտարկեիք բացառապես իմ ընտանիքի համար աշխատելը, այնպիսի աշխատավարձով, որը թույլ կտա ձեզ տեղափոխվել ավելի լավ տեղ։ Հաջորդող լռությունը խլացնող էր։ Ռոզան ձեռքը դրեց կրծքին, կարծես փորձեր հանգստացնել իր արագ բաբախող սիրտը։ Աննան նայում էր Վիկտորին, երախտագիտության անվստահության խառնուրդով։ Պարոն Վիկտոր, վերջապես կարողացավ խոսել Ռոզան, դա շատ առատաձեռն է, բայց… Ինչու՞։ Ինչ է արել Աննան, որ արժանի լինի դրան։ Վիկտորը ժպտաց, մի անկեղծ ժպիտ, որը տարիներ շարունակ չէր երացել նրա դեմքին։ Նա ինձ հիշեցրեց, թե ով էի ես նախկինում։ Եվ ինձ ցույց տվեց, թե ով կարող եմ նորից դառնալ։ Աննան վեր կացավ աթոռից, դեռ բռնած իր մազակալը։ Պարոն Վիկտոր, ես շատ շնորհակալ եմ առաջարկի համար, բայց չեմ կարող ընդունել մի բան միայն այն պատճառով, որ ազնիվ եմ եղել։ Ազնվությունը բարեհաճություն չէ, այլ պարտականություն։ Երիտասարդ աղջկա խոսքերը Վիկտորին հարվածեցին կայծակի պես։ Ահա նա նորից, նրան արժանապատվության մասին սովորեցնելիս։ Դու ճիշտ ես, Աննա։ Բայց ես դա չեմ առաջարկում քո ազնվության համար։ Ես առաջարկում եմ, որովհետև քո մեջ ներուժ եմ տեսնում։ Որովհետև հավատում եմ, որ դու կարող ես կարևոր բաներ անել աշխարհում։ Ռոզան դժվարությամբ էր զսպում արցունքները։ Պարոն, ես պետք է դստերս հետ խոսեմ այս մասին։ Դա շատ կարևոր որոշում է։ Իհարկե, իհարկե։ Վերցրեք այնքան ժամանակ, որքան ձեզ պետք է։ Վիկտորը մոտեցավ իր սեղանին, ինչ-որ բան գրեց մի քարտի վրա։ Սա իմ անձնական հեռախոսահամարն է։ Երբ որոշեք, զանգահարեք ինձ։ Մինչ Ռոզան դողացող ձեռքերով քարտը դնում էր, Վիկտորը դիմեց Աննային։ Եվ սա, ասաց նա, փայտե մազակալը դնելով իր աշխատանքային սեղանին, կարևոր փաստաթղթերի միլիոնավոր պայմանագրերի կողքին, կմնա այստեղ, ամեն օր ինձ հիշեցնելու համար, թե ինչն է իսկապես կարևոր։ Աննան նայեց մազակալին, հետո Վիկտորին։ Պարոն, այդ մազակալը վերջին նվերն էր, որ հայրս ինձ տվեց մինչ հեռանալը։ Դա այն ամենն է, ինչ ես ունեմ նրանից։ Վիկտորը զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց։ Ուրեմն մի քանի օրով փող տուր ինձ։ Խոստանում եմ վերադարձնել այն, երբ դու ինձ ասես, որ այլս կարիք չունեմ դրա, այսօր սովորած դասերը հիշելու համար։ Մայրն ու դուստրը լուռ դուրս եկան առանձնատնից, յուրաքանչյուրն իր մտքերում կորած։ Ռոզան հազիվ էր հավատում տեղի ունեցածին, մինչդեռ Աննան պայքարում էր հույսի վախի խառնուրդի դեմ, որ այդ ամենը չափազանց լավ էր, որպեսզի ճիշտ լիներ։ Վիկտորը միայնակ մնաց սենյակում, դիտելով փոքրիկ փայտե մազակալը իր սեղանին։ Տարիների մեջ առաջին անգամ նա զգաց, որ գտել է մի բան, որն ավելի արժեքավոր է, քան ցանկացած բիզնես, նա գտել էր իր մարդկայնությունը։ Բայց այն, ինչ Վիկտորը չգիտեր, այն էր, որ իր իմպուլսիվ որոշումը իրադարձությունների շարք էր առաջացրել, որոնք կփոխեին ոչ միայն Աննայի Ռոզայի կյանքը, այլ կբացահայտեին անցյալի գաղտնիքներ, որոնք թաղված էին շատ վաղուց։ Մայրաքաղաքում, մի զուսպ իրավաբանական գրասենյակում, Պետրոս Սալյան անունով մի մարդ հենց նոր հեռախոսազանգ էր ստացել, որը կփոխեր ամեն ինչ։ Այո, ասաց Պետրոսը հեռախոսով, դիտելով մի հին լուսանկար իր սեղանին։ Վիկտոր Ալյանցը վերջապես կապ հաստատեց նրանց հետ։ Այսքան տարիներից հետո։ Նա խորը հոգոց հանեց։ Ոչ, նա դեռ չգիտի։ Բայց ժամանակն է, որ նա իմանա ճշմարտությունը, թե ով է Աննան իրականում։
Պետրոս Սալյանը անջատեց հեռախոսը լուռ մնաց երկար րոպեներ, դիտելով դեղնած լուսանկարը, որը պահում էր իր սեղանին 18 տարի։ Դրանում մի երիտասարդ շողշողուն կինը ժպտում էր տեսախցիկին, երեխա գրկած։ Նրա կողքին, լուրջ դեմքով, բայց քնքուշ հայացքով տղամարդը լրացնում էր երջանիկ ընտանիքի դիմանկարը։ Պետրոսը լավ էր ճանաչում այդ դեմքերը։ Դրանցից մեկը այժմ աշխատում էր Վիկտոր Ալյանցի առանձնատանը, իսկ մյուսը։ Իրավաբանը բացեց մի հաստ թղթապանակ, նշված գաղտնի, Ալյանց ընտանիք թերթեց փաստաթղթեր, որոնք պահում էր գրեթե 2 տասնամյակ։ Երբեք չուղարկված նամակներ, ծննդյան վկայականներ, բժշկական զեկույցներ, ի վերջո մի կտակ, որը երբեք չէր բացվել։ Ճշմարտության բեռը, որը նա միայնակ էր կրում այդքան երկար, սկսում էր անտանելի դառնալ։ Մինչդեռ համեստ տանը, որտեղ ապրում էին Ռոզան Աննան, մայրն ու դուստրը նստած էին փոքրիկ խոհանոցի սեղանին, Վիկտորի քարտը նրանց մեջ, կարծես գանձ կամ պայթյունի եզրին գտնվող ռումբ։ Մայրիկ, սա իսկական է, հարցրեց Աննան 10-րդ անգամ, մատների ծայրերով թեթակի դիպչելով քարտին։ Ռոզան հոգոց հանեց, ձեռքերը բռնած էին արդեն սառած թեյի բաժակը։ Իսկական է թվում, դուստրս։ Բայց տարօրինակ է։ 3 տարի նրա համար աշխատելու ընթացքում ես երբեք չեմ տեսել, որ պարոն Վիկտորը դրսևորի այս տեսակի անձնական առատաձեռնություն։ Դուք կարծում եք, որ դրա հետում ինչ-որ բան կա, հարցրեց Աննան, աչքերը արտացոլում էին մի հասունություն, որը գերազանցում էր նրա 17 տարին։ Չգիտեմ, Աննա։ Բայց գիտեմ, որ մենք չենք կարող ընդունել նման բան անվճար։ Միշտ վճարելու գին կա։ Աննան վեր կացավ, մոտեցավ խոհանոցի փոքրիկ պատուհանին, որը տեսարան էր բացում դեպի բակ, որտեղ Ռոզան որոշ բանջարեղեն էր մշակում։ Մայրիկ, դու երբեք շատ բան չես պատմել ինձ հայրիկի մասին։ Միայն թե նա հեռացել է, երբ ես երեխա էի, որ նա զբաղվում էր բիզնեսով։ Ռոզան զգաց, թե ինչպես սիրտը սկսեց արագ բաբախել։ Դա այն խոսակցությունն էր, որից նա տարիներ շարունակ վախենում էր, բայց գիտեր, որ ի վերջո կգա։ Աննա, քո հայրը նա բարդ մարդ էր։ Կարևոր մարդկանց հետ բիզնես ուներ, բայց… Կարևոր մարդկանց հետ, ինչպես պարոն Վիկտորը։ Հարցը Ռոզային հարվածեց կայծակի պես։ Նա նայեց դստերն, փորձելով ձայնը ամուր պահել։ Ինչու՞։ Ես դա հարցնում։ Չգիտեմ։ Պարզապես մի զգացողություն է։ Այնպես, ինչպես պարոն Վիկտորը այսօր նայեց ինձ, կարծես ինձ ինչ-որ տեղից ճանաչում էր։ Եվ այն արագությունը, որով նա կայացրեց այս որոշումը… Աննան շրջվեց դեպի մայրը։ Մայրիկ, դուք վստահ եք, որ երբեք նախկինում նրա համար չեք աշխատել։ Ռոզան գուլ տվեց։ Սուտերը, որոնք նա զգուշորեն կառուցել էր տարիների ընթացքում, սկսեցին փլուզվել դստեր խելացիության առաջ։ Աննա, անցյալի կան բաներ, որոնք ավելի լավ է թողնել թաղված։ Ինչ տեսակի բաներ։ Նախքան Ռոզան կպատասխաներ, տան հեռախոսը զանգահարեց։ Դա հին հեռախոս էր, որը հազվադեպ էր զանգեր ստանում, բացի Ռոզայի կողմից իր աշխատանքային ժամերը հաստատելուց։ Երկուսն էլ զարմացած նայեցին միմյանց։ Ռոզան վարանելով պատասխանեց. Ալո։ Տիկին Ռոզա։ Սա Պետրոս Սալյանն է, իրավաբան։ Ինձ շտապ պետք է ձեզ հետ խոսել ձեր դստեր, Աննայի հետ կապված մի հարցի շուրջ։ Ռոզայի արյունը սառեց։ Պետրոս Սալյան, մի անուն, որը նա տարիներ շարունակ չէր լսել, բայց երբեք չէր մոռացել։ Ինչպես ստացաք իմ համարը։ Տիկին Ռոզա, գիտեմ, որ սա կարող է տագնապալի հնչել, բայց ես պետք է, որ դուք վաղը գաք իմ գրասենյակ։ Դա մի հարցի մասին է, որը վաղուց պետք է լուծված լիներ։ Դա վերաբերում է Աննայի իրական ինքնությանը։ Աննան, նկատելով մոր հանկարծակի գունատությունը, մոտեցավ։ Ո՞վ է, մայրիկ։ Ռոզան ձեռքը դրեց հեռախոսի բերանին։ Դա աշխատանքի մասին է, դուստրս։ Նա վերադարձավ հեռախոսին։ Պարոն Պետրոս, ես չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում։ Տիկին Ռոզա, Վիկտոր Ալյանցը այսօր մտավ ձեր կյանք, չէ՞։ Օգնություն առաջարկեց, կրթաթոշա՞կ։ Պետրոսը հոգոց հանեց գծի մյուս կողմից։ Դա պատահականություն չէ։ Ժամանակն է, որ նա իմանա ճշմարտությունը։ Ինչ ճշմարտություն, շշնջաց Ռոզան, բայց արդեն գիտեր պատասխանը։ Ճշմարտությունը, թե ով է Աննան իրականում։ Թե ինչու է նա ունի նույն աչքերը, ինչ նա։ Թե ինչ է տեղի ունեցել 18 տարի առաջ Լուկայի հետ։ Լուկայի անունը Ռոզային ստիպեց փլվել աթոռին։
Աննան, տեսնելով մոր արձագանքը, հեռախոսը խլեց նրա ձեռքերից։ «Ո՞վ եք դուք, ինչ եք ուզում իմ մայրիկից», պահանջեց Աննան։ Պետրոսը մի պահ լռեց, երիտասարդ աղջկա ամուր ձայնում ճանաչելով մի վճռականության արձագանքներ, որը նա լավ էր ճանաչում։ «Դու պետք է Աննան լինես։ Իմ անունը Պետրոս Սալյան է, ես իրավաբան եմ։ Ես տեղեկություններ ունեմ քո հայրիկի մասին, որոնք քո մայրը երբեք չի պատմել քեզ»։ «Իմ հայրը»։ «Այո, Աննա։ Քո իսկական հայրը։ Եվ կարծում եմ, դու արդեն ճանաչում ես նրան»։ Աննան զգաց, թե ինչպես աշխարհը պտտվում է իր շուրջը։ «Ինչի՞ մասին եք խոսում»։ «Վաղը ժամը 3-ին, իմ գրասենյակում։ Հասցեն, ծաղկի փողոց, 245, Կենտրոն թաղամաս։ Բերեք ձեր ծննդյան վկայականը»։ Պետրոսը դադարեց։ «Եվ Աննա, պատրաստվիր։ Այն, ինչ դու կիմանաս, հավերժ կփոխի քո կյանքը»։ Զանգն ավարտվեց, մորն ու դստերը թողնելով ծանր լռության մեջ։ Ռոզան լուռ լացում էր, ձեռքերը դեմքին դրած։ Աննան ծնկի իջավ մոր աթոռի կողքին։ «Մայրիկ, ինչ է կատարվում։ Ո՞վ է Լուկան։ Եվ ինչու»։ Այդ մարդն ասաց, որ ես արդեն ճանաչում եմ իմ հայրիկին։ Ռոզան արցունքների միջից նայեց դստերն։ «Աննա, ես միշտ ուզել եմ պաշտպանել քեզ։ Միշտ ուզել եմ, որ դու նորմալ, առանց բարդությունների կյանք ունենաս»։ «Բարդություններ»։ «Մայրիկ, խնդրում եմ, պատմիր ինձ ճշմարտությունը»։ Ռոզան խորը շունչ քաշեց, իմանալով, որ այլս փախուստի ճանապարհ չկա։ Քո հայրը պարզապես կարևոր բիզնեսներ ունեցող մարդ չէր։ Նա Վիկտոր Ալյանցի եղբայրն էր։ Աննան զգաց, թե ինչպես գետինը անհետացավ իր ոտքերի տակից։ «Եղբայր։ Դուք ուզում եք ասել, որ Վիկտոր Ալյանցը քո հորեղբայրն է, Աննա։ Եվ 18 տարի առաջ, երբ դու ծնվեցիր, մի սարսափելի բան տեղի ունեցավ, որը հավերժ բաժանեց մեր ընտանիքը»։ Հաջորդող լռությունը խախտվեց միայն մայրաքաղաքի երթեկության հեռավոր ձայնով։ Աննան փորձեց մարսել տեղեկությունը, բայց նրա միտքը հրաժարվում էր ընդունել իր առջ ծավալվող իրականությունը։ «Եթե նա իմ հորեղբայրն է», վերջապես կարողացավ խոսել Աննան, «ինչու՞։ Նա երբեք չգիտեր իմ մասին»։ «Ինչու՞։ Դու նրա համար աշխատում ես որպես սպասուհի, այլ ոչ թե որպես ընտանիք»։ Ռոզան վեր կացավ, մոտեցավ սենյակի անկյունում գտնվող հին կահույքին։ Բացեց մի դարակ, հանեց մի փոքրիկ փայտե տուփ։ Ներսում ավելի շատ լուսանկարներ, նամակներ, ժամանակից դեղնած փաստաթղթեր կային։ «Որովհետև Վիկտորը երբեք չգիտեր, որ դու գոյություն ունես, Աննա։ Եվ Լուկան։ Լուկան ստիպված էր հեռանալ, նախքան դու կծնվեիր»։ Աննան վերցրեց լուսանկարներից մեկը։ Դրանում մի երիտասարդ գեղեցիկ տղամարդ ժպտում էր տեսախցիկին, Վիկտորի հետ նմանությունը անհերքելի էր։ Բայց կար ավելին։ Աչքերի կորության մեջ, դեմքի ձի մեջ նա տեսնում էր իրեն։ «Սա իմ հայրիկն է»։ «Եղել է», մեղմորեն ուղղեց Ռոզան։ Լուկան Վիկտորի կրտսեր եղբայրն էր։ Քաղցր, երասկոտ, ամբողջովին տարբեր Վիկտորից։ Երբ մենք հանդիպեցինք, ես աշխատում էի որպես քարտուղար մի փոքր ընկերությունում։ Լուկան փորձում էր եղբորը ապացուցել, որ կարող է ինքնուրույն հաջողակ լինել։ Ինչ պատահեց նրան։ Ռոզան վարանեց, նայելով դստեր ձեռքերում գտնվող լուսանկարին։ Լուկան շփվեց սխալ մարդկանց հետ, փորձելով արագ բիզնեսներ անել Վիկտորին տպավորելու համար։ Երբ իմացավ, որ հայր է դառնալու, փորձեց դուրս գալ այդ կյանքից, բայց ուշ էր։ Աննան զգաց, թե ինչպես տաք արցունքները գլորվում են իր դեմքով։ Նա հեռացավ իմ պատճառով։ Ոչ, դուստրս։ Նա հեռացավ, որովհետև շատ էր սիրում քեզ, որ թույլ տար, որ քեզ կամ ինձ հետ ինչ-որ բան պատահի։ Նա նամակ թողեց Վիկտորի համար, բացատրելով ամեն ինչ, բայց… Ռոզան դադարեց, ձայնը խզվեց։ Ես երբեք չեմ հանձնել այն։ Վիկտորի առանձնատանը անցկացրած գիշերը ամենաերկարն էր, որ նա զգացել էր տարիներ շարունակ։ Պառկած իր արքայական չափի անկողնում, նա նայում էր զարդարված առաստաղին, վերանայելով Աննայի հետ հանդիպման յուրաքանչյուր մանրամասն։ Նրա մեջ ինչ-որ ծանոթ բան կար, որը նա չէր կարողանում նույնականացնել, հայացքի վճռականությունը, այնպես, ինչպես բարձրացնում էր կզակը, երբ համոզված էր խոսում, նույնիսկ այնպես, ինչպես թեթակի կնճռում էր ճակատը, երբ մտածում էր։
Առավոտյան ժամը 5-ին Վիկտորը հրաժարվեց քնելուց։ Նա իջավ իր գրասենյակ, նստեց սեղանի առաջ, որտեղ դրել էր Աննայի մազակալը։ Փոքրիկ փորագրված փայտե կտորը կարծես իմաստով բաբախում էր լամպի լույսի տակ։ Նա զգուշորեն վերցրեց այն, դիտելով ձեռագործ աշխատանքի մանրամասները։ Այդ փորագրությունների մեջ ինչ-որ բան կար, որը հեռավոր հիշողություն էր արթնացնում, ինչպես անցյալի արձագանք։ Հանկարծ հիշողությունը հարվածեց նրան կայծակի պես։ Լուկա։ Նրա կրտսեր եղբայրը սովոր էր փորագրել փոքրիկ փայտե կտորներ, երբ նյարդայնանում կամ անհանգստանում էր։ Դա մի սովորություն էր, որը նա զարգացրել էր դեռահասության տարիներին պահել մինչ անհետանալը իր կյանքից 18 տարի առաջ։ Վիկտորը կտրուկ վեր կացավ, սիրտը արագ բաբախելիս։ Նա մոտեցավ մի դարակի, որը տարիներ շարունակ չէր բացել, դուրս քաշեց մի թաքնված դարակ։ Ներսում նա պահում էր եղբոր մասին մի քանի հիշողություններ, լուսանկարներ, հին նամակներ, մի փոքրիկ փայտե քանդակ, որը Լուկան նրան էր տվել իրենց վերջին Սուրբ Ծննդին։ Նա քանդակը դրեց Աննայի մազակալի կողքին, զգաց, թե ինչպես աշխարհը պտտվում է։ Փորագրության ոճը, տեխնիկան, նույնիսկ բնորոշ փոքրիկ անկատարությունները նույնական էին։ Կարծես նույն ձեռքով լինեին պատրաստված։ Սա անհնար է, շշնջաց նա իրեն, բայց ձեռքերը դողում էին, երբ նա վերցրեց հեռախոսը։ Մինչդեռ Ռոզան, Աննան, Պետրոս Սալյանի գրասենյակ հասան 15 րոպե շուտ։ Շենքը զուսպ էր, գտնվում էր քաղաքի կենտրոնի մի հանգիստ փողոցում։ Աննան ամուր բռնած էր ծննդյան վկայականը, ձեռքերը քրտնած նյարդայնությունից։ Մայրիկ, մենք դեռ կարող ենք վերադառնալ տուն ծացնել, թե այս զանգը երբեք չի եղել, շշնջաց Աննան, երբ նրանք սպասում էին վերելակում։ Ռոզան բռնեց դստեր ձեռքը։ Ոչ, Աննա։ Ես շատ երկար եմ փախել ճշմարտությունից։ Դու արժանի ես իմանալու, թե ով ես իրականում։ Պետրոսի գրասենյակը հարմարավետ էր, դարակները լիքն էին իրավաբանական գրքերով, մի քանի բույսեր, որոնք կյանք էին հաղորդում պաշտոնական միջավայրին։ Իրավաբանը միջին տարիքի մարդ էր, մոխրագույն մազերով, քնքուշ աչքերով, ընթերցանության ակնոցների հետում։ Տիկնայք, խնդրում եմ, նստեք, ասաց Պետրոսը, ցույց տալով երկու հարմարավետ աթոռներ։ Գիտեմ, որ սա պետք է շատ շփոթեցնող լինի ձեզ համար։ Աննան լարված էր մնում։ Դուք երեք ասացիք, որ տեղեկություններ ունեք իմ հայրիկի մասին։ Եվ որ ես արդեն ճանաչում եմ նրան։ Պետրոսը լրջորեն գլխով արեց։ Աննա, այն, ինչ ես պատմելու եմ քեզ, կարող է դժվար լինել ընդունելը, բայց դա այն ճշմարտությունն է, որը քո մայրը ես գաղտնի ենք պահել քո պաշտպանության համար։ Նա բացեց հաստ թղթապանակը, իր սեղանին հանեց մի լուսանկար։ Դա նույնն էր, որը Ռոզան ցույց էր տվել նախորդ գիշեր, Լուկան, Ռոզան, փոքրիկ Աննան։ Քո հայրը, Լուկա Ալյանցը, Վիկտոր Ալյանցի եղբայրն էր։ Աննան խորը շունչ քաշեց։ Նախորդ գիշերվա Ռոզայի բացահայտման սկզբնական շոկից հետո նա ժամանակ ուներ տեղեկությունը մարսելու համար։ Ինչու՞։ Վիկտորը երբեք չգիտեր իմ մասին։ Պետրոսը նայեց Ռոզային, ով գլխով արեց, թույլ տալով նրան շարունակել։ Որովհետև քո հայրը ստիպված էր շտապ հեռանալ երկրից, երբ դու ընդամենը 3 ամսական էիր։ Նա ներգրավված էր բիզնեսներում, որոնք սխալ էին ընթացել, ստիպված էր հեռանալ, ձեզ պաշտպանելու համար։ Ինչ տեսակի բիզնեսներ։ Լուկան երիտասարդ էր, իմպուլսիվ։ Նա ուզում էր Վիկտորին ապացուցել, որ կարող է հաջողակ լինել անկախ։ Նա շփվեց մարդկանց հետ, ովքեր արագ շահույթ էին խոստանում կասկածելի ներդրումներից։ Երբ նա հասկացավ, որ խաբվել է, որ այդ մարդիկ կարող են վնասել իր ընտանիքին, նա կայացրեց իր կյանքի ամենադժվար որոշումը։ Պետրոսը բացեց մի դարակ, հանեց մի կնքված ծրար։ Նախքան մեկնելը, Լուկան ինձ մոտ եկավ։ Նա այս նամակը թողեց Վիկտորի համար, բացատրելով ամեն ինչ։ Խնդրեց, որ ես այն հանձնեմ միայն այն ժամանակ, երբ անվտանգ լինի։ Աննան նայեց ծրարին, անմիջապես ճանաչելով այն ձեռագիրը, որը տեսել էր մոր հին գրառումներում։ Ինչու՞։ Այն երբեք չհանձնվեց։ Որովհետև Լուկան ինձ ասաց, որ դա անվտանգ կլինի միայն այն ժամանակ, երբ Վիկտորը ցույց տա, որ պատրաստ է ճշմարտությանը։ Երբ նա ցույց տա, որ փոխվել է։ Պետրոսը առաջ թեքվեց։ Երբ ես իմացա այն առաջարկի մասին, որը Վիկտորը արեց ձեզ, հասկացա, որ այդ պահը եկել է։ Ռոզան, ով լուռ էր մնացել, վերջապես խոսեց։ Պետրոս, դու վստահ ես, որ ճիշտ պահն է։ Վիկտորը կարող է լավ չարձագանքել դրան։
Ռոզա, Լուկան միշտ ասում էր, որ խորքում Վիկտորը լավ մարդ էր, որ բիզնես կյանքը կոշտացրել էր նրա սիրտը, բայց մի օր նա կգտներ իր մարդկայնությունը։ Պետրոսը թեթակի ժպտաց։ Այն, ինչ դուք պատմեցիք ինձ երեկվա մասին, թվում է, որ Աննան արդեն սկսել է այդ գործընթացը։ Այդ պահին Պետրոսի հեռախոսը զանգահարեց։ Նա պրոֆեսիոնալ կերպով պատասխանեց. Պետրոս Սալյանի գրասենյակ։ Այո, ինքը։ Նրա արտահայտությունը աստիճանաբար փոխվեց զարմանքի։ Վիկտոր Ալյանց։ Այո, իհարկե, հիշում եմ ձեզ։ Նա նայեց Ռոզային Աննային, ովքեր լսում էին յուրաքանչյուր բառ։ Դուք ուզում եք գալ այստեղ հիմա։ Ինչի՞ մասին։ Աննան լսում էր Վիկտորի լարված ձայնը գծի մյուս կողմից, բայց չէր կարողանում հասկանալ բառերը։ Հասկանում եմ, շարունակեց Պետրոսը։ Այո, ձեր ընտանիքի մասին։ Պատահաբար, ես այստեղ մի քանի մարդ ունեմ, որոնց դուք պետք է ճանաչեք։ Դադար։ Վիկտոր, պատրաստվիր։ Այն, ինչ դուք իմանաս, ամեն ինչ կփոխի։ Պետրոսը անջատեց նայեց երկու կանանց։ Վիկտորը գալիս է այստեղ։ Ասաց, որ գտել է մի բան, որը նրան հիշեցրել է Լուկայի մասին, որ նրան պատասխաններ են պետք։ Աննան վեր կացավ, նյարդայնացած։ Նա գալիս է այստեղ։ Հիմա։ Աննա, հանգստացիր, ասաց Ռոզան, բայց նրա սեփական ձայնը դողում էր։ Պետրոսը մոտեցավ պատուհանին։ 18 տարի սպասել եմ այս պահին։ Լուկան ինձ խոստացրել էր, որ հեռվից կհոգա ձեր մասին, որ երբ ճիշտ ժամանակը գա, նա նորից կհավաքի ընտանիքը։ Հոգալ մեզ համար հեռվից։ Աննան ճակատը կնճռեց։ Ինչ է դա նշանակում։ Ռոզան գլուխը կախեց։ Աննա, ինչպես ես կարծում, թե ինչպես ստացա աշխատանքը Վիկտորի տանը։ Ինչպես ես կարծում, թե ինչպես մենք միշտ բավականաչափ ունեցել ենք ապրելու համար, նույնիսկ իմ համեստ աշխատավարձով։ Ճշմարտությունը Աննային հարվածեց ձնահյուսի պես։ Դուք սա պլանավորել էիք։ Մենք չենք պլանավորել, բացատրեց Պետրոսը։ Բայց երբ Լուկան հեռացավ, նա ինձ հրահանգներ թողեց, ապահովելու, որ դուք լավ լինեք։ Եվ նա ասաց, որ երբ դու մեծանաս, կարող կլինի, որ դու ճանաչես Վիկտորին։ Ոչ թե որպես սպասուհի տեր, այլ որպես ընտանիք։ Վերելակի ձայնը արձագանքեց միջանցքից։ Պետրոսը նայեց ժամացույցին։ Վիկտորն ավելի արագ հասավ, քան սպասում էի։ Նա շրջվեց դեպի Աննա։ Դու պատրաստ ես ճանաչելու քո հորեղբորը իրականում։ Աննան խորը շունչ քաշեց, մտածելով այն ամենի մասին, ինչ հայտնաբերել էր վերջին 24 ժամվա ընթացքում։ Չգիտեմ, արդյոք որը մեկը կարող է պատրաստ լինել նման բանի։ Վիկտորի ամուր քայլերը մոտենում էին միջանցքից։ Ռոզան բռնեց Աննայի ձեռքը, Պետրոսը Լուկայի նամակը դրեց իր սեղանին։ Դուռը դանդաղ բացվեց, Վիկտորը մտավ գրասենյակ, Աննայի մազակալը մի ձեռքին, Լուկայի քանդակը մյուս ձեռքին։ Նրա աչքերը նախ գտան Պետրոսին, հետո Ռոզային, վերջապես Աննային։ Երբ նա տեսավ երիտասարդ աղջկան, կտրուկ կանգ առավ։ Այդ պահին, երբ երեկոյան լույսը լուսավորում էր նրա դեմքը, Վիկտորը հստակ տեսավ այն, ինչ միշտ եղել էր իր առջև։ Աննան ունի Լուկայի աչքերը, ալյանսների դեմքի ձը, նույնիսկ այն նույն վճռականությունը, որը նա ճանաչում էր իր մեջ։ Աստված իմ, շնջաց նա, գրեթե գցելով փայտե կտորները։ Դու… Ձեր զարմուհին, ավարտեց Աննան, վեր կենալով աթոռից։ Եվ դուք այն հորեղբայրն եք, ով երբեք չգիտեր, որ ես գոյություն ունեմ։ Հաջորդող լռությունը լցված էր 18 տարվա բաժանմամբ, գաղտնիքներով, կորցրած սիրով։ Վիկտորը նայեց իր ձեռքերում գտնվող երկու փայտե կտորներին, մեկը պատրաստված իր անհետացած եղբոր կողմից, մյուսը իր զարմուհու կողմից, ով մեծացել էր, չիմանալով իր իսկական ընտանիքի մասին։ Պետրոսը վերցրեց նամակը, մեկնեց Վիկտորին։ Լուկան սա թողել է ձեզ համար։ Գուցե ժամանակն է վերջապես կարդալ այն։ Վիկտորը դողացող ձեռքերով բռնեց նամակը, ժամանակից դեղնած ծրարը կարծես տոննաներով ծանր լիներ իր մատների մեջ։ 18 տարի։ 18 տարի սպասելով պատասխանների, որոնք այնտեղ էին իր ձեռքերի հասանելիության սահմանում, բայց որոնց գոյության մասին նա երբեք չէր իմացել։ Պետրոս, ասաց Վիկտորը, ձայնը խզված, դուք սա պահել եք այսքան ժամանակ։ Լուկան ինձ խոստացրել էր, որ կհանձնեմ միայն այն ժամանակ, երբ ճիշտ պահը լինի, մեղմորեն պատասխանեց Պետրոսը։
երբ դուք պատրաստ լինեք ճշմարտությունը լսելու։ Վիկտորը նայեց Աննային, ով կանգնած էր մոր կողքին, աչքերը արցունքոտ, բայց գզակը բարձրացրած նույն վճռականությամբ, որը նա ճանաչում էր ալյանսների մոտ։ Եվ դու գիտեիր, թե ով եմ ես, երբ… Ոչ, ընդհատեց Աննան։ Միայն 3 գիշեր իմացա։ Ամբողջ կյանքս մայրս ինձ ասել է, որ հայրս հեռացել է, երբ ես երեխա էի։ Երբեք չգիտեի, որ ընտանիք ունեմ։ Ռոզան առաջ եկավ, ձայնը զգացմունքից խզված։ Պարոն Վիկտոր, ես միշտ ուզել եմ պատմել, բայց Լուկան ինձ խոստացրել էր, որ Աննային ապահով կպահեմ, մինչ ճիշտ ժամանակը գա։ Վիկտորը ծանր նստեց աթոռներից մեկին, դեռ բռնած նամակը։ Լուկա իմ եղբայրը, նա իսկապես… Նրա ձայնը խզվեց։ Մի պահ հզոր գործարարը անհետացավ, թողնելով միայն մի մարդու, ով կորցրել էր իրեն մնացած միակ ընտանիքը։ Կարդացեք նամակը, Վիկտոր, մեղմորեն ասաց Պետրոսը։ Լուկան ուզում էր, որ դուք իմանաք ճշմարտությունը։ Զգույշ մատներով Վիկտորը բացեց ծրարը։ Թուղթը լավ էր պահպանված, Լուկայի ծանոթ ձեռագիրը պարեց նրա աչքերի առաջ։ Իմ սիրելի եղբայր Վիկտոր։ Եթե դու կարդում ես այս նամակը, նշանակում է, որ Պետրոսը համարել է, որ ժամանակն է եկել, որ դու իմանաս ճշմարտությունը։ Երբ ես գրում եմ այս բառերը, Աննան ընդամենը 3 ամսական է, ամենաթանկ բանն է, որ երբե պատահել է իմ կյանքում։ Նա ունի քո աչքերը, Վիկտոր, ես գիտեմ, որ մի օր նա կլինի ուժեղ, ինչպես դու։ Գիտեմ, որ դու պետք է զայրացած լինես ինձ վրա, առանց բացատրությունների անհետանալուս համար։ Գիտեմ, որ դու պետք է փնտրած լինես ինձ, մտածելով, թե որտեղ ես սխալվել որպես ավագ եղբայր։ Ճշմարտությունն այն է, որ դու երբեք չես սխալվել, Վիկտոր։ Ես էի, ով միշտ անպատասխանատու էր, երասկոտը, այն մեկը, ով հեշտ հաջողություն էր ուզում, առանց դրա համար աշխատելու։ Ես շփվեցի սխալ մարդկանց հետ, փորձելով ապացուցել, որ կարող եմ հաջողակ լինել քո պես։ Ֆանտոմային ընկերություններ, կեղծ ներդրումներ, արագ փողի խոստումներ։ Երբ ես հասկացա, որ խաբվել եմ, որ այդ մարդիկ կարող են վնասել Ռոզային Աննային, ես կայացրի իմ կյանքի ամենադժվար որոշումը։ Ես մեկնում եմ, Վիկտոր։ Ես հեռու եմ գնում, որտեղ նրանք չեն կարող գտնել իմ ընտանիքը։ Ռոզան դեռ չգիտի, բայց ես հրահանգներ եմ թողել Պետրոսին, ապահովելու, որ նա Աննան լավ լինեն։ Ես չեմ ուզում, որ դու քեզ պարտավորված զգաս հոգալ նրանց մասին։ Գիտեմ, որ դու ունես քո սեփական կյանքը, քո սեփական խնդիրները։ Բայց ուզում եմ, որ դու իմանաս, որ դու միշտ եղել ես իմ հերոսը, եղբայր։ Նույնիսկ երբ դու կոշտ էիր ինձ հետ, նույնիսկ երբ ասացիր, որ ես երբեք պատասխանատու չէի լինի, դու ճիշտ էիր։ Ես հիանում էի քո վճռականությամբ, քո կարողությամբ ոչնչից ինչ-որ բան կառուցելու։ Ես ուզում էի լինել քո պես, բայց սխալ ճանապարհ ընտրեցի։ Աննան կմեծանա, չճանաչելով իր հորը, բայց հուսով եմ, որ մի օր նա կկարողանա ճանաչել իր հորեղբորը։ Երբ նա բավականաչափ մեծ լինի հասկանալու համար, երբ անվտանգ լինի, Պետրոսը գիտի, թե ինչպես գտնել նրան։ Նա ունի ալյանսների արյունը, Վիկտոր։ Նա ունի մեր ուժը, մեր վճռականությունը։ Համոզված եմ, որ դու դա կտեսնես նրա մեջ։ Ներողություն եմ խնդրում բոլոր հիասթափությունների համար, որոնք պատճառել եմ քեզ։ Ներողություն եմ խնդրում առանց հրաժեշտի հեռանալուս համար։ Բայց չեմ կարող ներողություն խնդրել Ռոզային սիրելուս Աննային պաշտպանելու ցանկությունիս համար։ Դա մի բան է, որը ցանկացած ալյանս կաներ։ Հոգ տար քո մասին, եղբայր։ Եվ եթե մի օր ճանաչես քո զարմուհուն, ասա նրան, որ հայրը սիրել է նրան ավելի, քան իր սեփական կյանքը։ Սիրով, հարգանքով։ Լուկա։ Հաջորդող լռությունը խախտվեց միայն Վիկտորի խեղդված ձայնով, ով փորձում էր զսպել արցունքները։ Նրա ձեռքերը այնքան էին դողում, որ գրեթե գցեց նամակը։ Աննան դանդաղ մոտեցավ, կարծես վախենում էր, որ նա նույնպես կանհետանա։ Հորեղբայր Վիկտոր, մեղմորեն ասաց նա, հորեղբայր բառը վերջնականապես կոտրեց ինչ-որ բան գործարարի կրծքում։ Վիկտորը արցունքների միջից նայեց նրան։ Աննա իմ զարմուհի, դու այնքան գեղեցիկ ես մեծացել, այնքան ուժեղը։ Նա վեր կացավ, 2 օրվա մեջ երկրորդ անգամ, ծնկի իջավ մեկի առաջ։ Ներիր ինձ։ Որ չեմ փնտրել ձեզ, որ չեմ պնդել իմ եղբորը գտնելու համար, որ ձեզ միայնակ եմ թողել բոլոր այս տարիներին։ Աննան նույնպես ծնկի իջավ, հասնելով նրա աչքերի մակարդակին։ Հորեղբայր Վիկտոր, դուք չէիք կարող իմանալ։ Եվ տեսեք, նա բռնեց նրա ձեռքերը, մենք մինույն է հանդիպեցինք։
Գուցե հայրիկը մի միջոց ունի մեզ հոգ տանելու, նույնիսկ հեռու լինելով։ Ռոզան մոտեցավ, ձեռքը դնելով Վիկտորի ուսին։ Պարոն Վիկտոր։ Վիկտոր, նա ուղեց իրեն, Լուկան միշտ ասում էր, որ դուք լավ մարդ եք։ Որ մի օր ձեր բարությունը կհաղթահարի այն կոշտությունը, որը կյանքը դրել էր ձեր սրտում։ Վիկտորը վեր կացավ ամուր գրկեց Աննային, կարծես փորձում էր վերականգնել 18 տարվա կորցրած գրկախառնությունները։ Իմ զարմուհին, շշնջաց նա։ Իմ ընտանիքը։ Պետրոսը դիտում էր տեսարանը, աչքերը արցունքոտ։ Նա այնքան ժամանակ էր սպասել այդ պահին։ Վիկտոր, կաս մեկ բան։ Լուկան նա հրահանգներ էր թողել իր ժառանգության մասին։ Վիկտորը թեթակի հեռացավ Աննայից, ամբողջովին չթողնելով նրա ձեռքերը։ Ժառանգություն։ Պետրոսը բացեց մեկ այլ թղթապանակ։ Լուկան երբեք պաշտոնապես մահացած չի հայտարարվել։ Տեխնիկապես, նա դեռ մի քանի ընկերությունների գործընկեր է, որոնք դուք միասին ստեղծել եք սկզբում։ Աննան իրավունք ունի նրա բաժնին։ Աննան անմիջապես գլխով արեց։ Ես փող չեմ ուզում։ Ես ընտանիք եմ ուզում։ Նրա խոսքերը արձագանքեցին գրասենյակում զանգի պես։ Վիկտորը ժպտաց արցունքների միջից, նրա մեջ ճանաչելով նույն արժանապատվությունը, որը նա ցուցաբերել էր փողի հետ կապված փորձարկման ժամանակ։ Աննա, դու այդ հարցում քո հայրիկի պես ես։ Լուկան նույնպես միշտ ասում էր, որ ընտանիքն ավելի կարևոր է, քան փողը։ Բայց հիմա, շարունակեց Վիկտորը, ձայնը ավելի ամուր դառնալով, դու պետք չէ ընտրել մեկի մյուսի միջ։ Դու կունենաս երկուսն էլ։ Նա նայեց Ռոզային։ Դուք կհեռանաք այդ փոքրիկ տնից։ Դուք կապրեք ինձ հետ, այնտեղ, որտեղ միշտ պետք է ապրեիք։ Որպես ընտանիք։ Ռոզան վարանեց։ Վիկտոր, մենք չենք ուզում բեռ լինել։ Բեռ։ Վիկտորը կրկնեց, գրեթե ծիծաղելով։ Ռոզա, երեկ ես հարուստ, բայց միայնակ մարդ էի։ Այսօր ես հայտնաբերեցի, որ ունեմ մի զարմուհի, ով մեկ օրում ինձ ավելին սովորեցրեց արժեքների մասին, քան ես սովորել եմ տարիներով։ Դուք բեռ չեք։ Դուք աղոթքի պատասխանն եք, որը ես նույնիսկ չգիտեի, որ անում էի։ Աննան նայեց մորը, հետո Վիկտորին։ Հորեղբայր Վիկտոր, մի բան կա, որ պետք է իմանամ։ Հայրիկը նա դեռ կենդանի՞։ Կա։ Արդյոք որ է հնարավորություն, որը։ Պետրոսը Ռոզան հայացքներ փոխանակեցին։ Պետրոսը խորը հոգոց հանեց։ Աննա, դա մի բան է, որը մենք պետք է հետաքննենք։ Լուկան 5 տարի առաջ դադարեց կապվել ինձ հետ։ Դա կարող է շատ բան նշանակել։ Վիկտորը զգաց, թե ինչպես հույսի կայծ բռնկվեց իր կրծքում։ Պետրոս, ես ռեսուրսներ ունեմ։ Ես կարող եմ հետաքննողներ վարձել, օգտագործել իմ կապերը։ Վիկտոր մեղմորեն ընդհատեց Պետրոսը, գուցե ավելի լավ է շատ բարձր սպասումներ չունենալ։ Ոչ, ամուր ասաց Աննան։ Ես չեմ հրաժարվի իմ հայրիկին ճանաչելու հույսից։ Եվ հիմա, երբ ես գտել եմ իմ ընտանիքը, մենք միասին կփնտրենք նրան։ Վիկտորը նայեց իր զարմուհուն, այնքան երիտասարդ, բայց մի վճռականությամբ, որը նա ճանաչում էր որպես իսկապես ալյանց։ Միասին, համաձայնեց նա։ Ինչպես անում է ընտանիքը։ Ռոզան վերջապես թույլ տվեց արցունքներին ազատ հոսել։ 18 տարի Աննային միայնակ պաշտպանելուց հետո նա վերջապես ընտանիք ուներ, բեռը ուրախությունը կիսելու համար։ Պետրոսը հավաքեց փաստաթղթերը, իմանալով, որ իր տասնամյակների առաքելությունը վերջապես կատարվել է։ Բայց ինչ-որ բան նրան ասում էր, որ ալյանսների ընտանիքի պատմությունը դեռ հեռու է ավարտվելուց։ Իրականում, գուցե այն նոր էր սկսվում։ 6 ամիս էր անցել Պետրոսի գրասենյակում տեղի ունեցած այդ փոխակերպող օրվանից, Վիկտորի առանձնատունը լցվել էր կյանքով այնպես, ինչպես նա երբեք չէր պատկերացրել։ Աննան այժմ սովորում էր մայրաքաղաքի լավագույն մասնավոր դպրոցում, բայց ավելի կարևոր էր, որ նա տուն էր բերել մի բան, որը փողով չէր կարելի գնել՝ ընտանիքի ջերմությունը։ Ալյանսների տան առավոտները սկսվում էին Ռոզայի պատրաստած սուրճի բույրով, ով պնդել էր շարունակել հոգ տանել տան մասին, բայց այժմ որպես ընտանիք, ոչ թե որպես սպասուհի։ Աննան սովորաբար սովորում էր խոհանոցի մեծ սեղանին, գրքեր տարածելով ամենուր, մինչ Վիկտորը կողքին վերանայում էր աշխատանքային փաստաթղթերը։ Դա պարզ առօրյա էր, բայց լրացնում էր մի դատարկություն, որի գոյության մասին նա նույնիսկ չգիտեր։
Այդ հատուկ առավոտ Վիկտորը դիտում էր Աննային կենտրոնացած գրականության գրքի վրա, օգտագործելով նույն փայտե մազակալը, որը նա դրել էր իր սեղանին ամիսներ առաջ։ Մի քանի շաբաթ անց նա խնդրել էր այն հետ տալ, ասելով, որ այլս կարիք չունի այն նրա մոտ թողնելու, սովորած դասերը հիշելու համար։ Հորեղբայր Վիկտոր, ասաց Աննան, առանց գրքից աչքերը բարձրացնելու, դուք հիշո՞ւմ եք այն հետաքննողին, ում վարձել էիք իմ հայրիկին փնտրելու համար։ Վիկտորը գլխով արեց։ Նա վարձել էր երկրի լավագույն հետաքննական գործակալությունը, բայց ամիսների որոնումներից հետո հետքերը քիչ էին։ Այո, Արոնն ասաց, որ հարավային Հայաստանի շրջանում որոշ հնարավորությունների է հետում։ Ինչու՞։ Պարզապես մտածում էի, իսկ եթե հայրիկը չի ուզում, որ իրեն գտնեն։ Իսկ եթե նա դեռ կարծում է, որ դա վտանգավոր է մեզ համար։ Դա մի հարց էր, որը Վիկտորը շատ անգամ էր իրեն տվել։ Աննա, եթե նա իմանար, որ մենք միասին ենք փնտրում որպես ընտանիք, ես համոզված եմ, որ նա կցանկանար վերադառնալ։ Ռոզան այդ պահին մտավ խոհանոց, բերելով մի սկուտեղ թարմ մրգերով։ Վերջին ամիսներին նա փոխվել էր։ Նրա դեմքի մշտական անհանգստությունը տեղը տվել էր մի հանգստության, որը գալիս էր այն գիտակցումից, որ իր դուստրը ապահով է սիրված։ Խոսելով ընտանիքի մասին, ասաց Ռոզան, Վիկտոր, դուք հիշում եք, որ այսօր երեկոյան Պետրոսի տանը ջաշ է։ Աննան կարդացել է բոլոր գրքերը, որոնք նա փոխ էր տվել։ Պետրոսը դարձել էր մշտական ներկայություն նրանց կյանքում, գրեթե որպես պապիկ Աննայի համար։ Իրավաբանը բացահայտել էր, որ տարիներ շարունակ հեռվից հետել էր նրա աճին, հետելով Լուկայի հրահանգներին։ Հեռախոսը զանգահարեց, ընդհատելով առավոտյան զրույցը։ Վիկտորը պատասխանեց, սպասելով, որ դա բիզնեսի հետ կապված ինչ-որ բան կլինի։ Վիկտոր Ալյանց, պաշտոնապես ասաց նա։ Պարոն Ալյանց։ Սա Արոնն է, հետաքննական գործակալությունից։ Ես նորություններ ունեմ Լուկա Ալյանցի մասին։ Վիկտորը զգաց, թե ինչպես սիրտը արագանում է։ Աննան Ռոզան, նկատելով նրա արտահայտության փոփոխությունը, մոտեցան։ Կարող եք խոսել, Արոն։ Պարոն, մենք գտել ենք մեկին, ով համապատասխանում է Լուկայի նկարագրությանը Սանա լճի ափին գտնվող մի քաղաքում։ Նա աշխատում է որպես փայտամշակման ուսուցիչ տեղի տեխնիկական դպրոցում։ Օգտագործում է այլ անուն, բայց ֆիզիկական բնութագրերը համընկնում են։ Արոնը դադարեց։ Պարոն, նա փոքրիկ փայտե կտորներ է փորագրում որպես հոբբի։ Ճիշտ այնպես, ինչպես դուք նկարագրել եք։ Վիկտորը ստիպված էր հենվել աթոռին։ Աննան բռնեց նրա ազատ ձեռքը, աչքերը լայն բացված սպասումից։ Արոն, վստահ եք։ Շատ վստահ եմ, պարոն։ Բայց կաս մի բան։ Երբ իմ գործակալը փորձեց զուսպ մոտենալ, տղամարդը կարծես ճանաչեց նրան որպես հետաքննող շատ նյարդայնացավ։ Կարծես նա դեռ թաքնվում է։ Վիկտորը նայեց Աննային Ռոզային։ Արոն, մի մոտեցեք նրան։ Ես ինքս կգնամ այնտեղ։ Պարոն, կարող եմ ինչ-որ բան առաջարկել։ Գուցե ավելի լավ է միայնակ չգնալ։ Եթե դա իսկապես Լուկան է, նա կարող է մտածել, որ իրեն սպառնում են։ Աննան առաջ եկավ, հեռախոսը վերցնելով Վիկտորի ձեռքերից։ Կներեք, պարոն Արոն։ Սա Աննան է, Լուկայի դուստրը։ Եթե դա իսկապես իմ հայրն է, նա կցանկանա տեսնել իմ լուսանկարը, չէ՞։ Համոզվելու համար, որ մենք այն ենք, ինչ ասում ենք։ Արոնի ձայնում զարմանք կար, բայց նա հիացմունք։ Դա հիանալի գաղափար է, օրիորդ Աննա։ Եթե դա ձեր հայրն է, նա, անշուշտ, անմիջապես կճանաչի ձեզ։ Վիկտորը ժպտաց, մեկ անգամ տպավորված իր զարմուհու իմաստնությունից։ Արոն, ուղարկեք գործակալի Աննայի լուսանկարով։ Բայց ասեք նրան, որ հեռու մնա։ Եթե տղամարդը ճանաչում ցույց տա, թողեք գրություն, բացատրելով, որ ընտանիքը փնտրում է նրան, որ անվտանգ է վերադառնալ։ Անջատելուց հետո երեքը մի պահ լռեցին, մարսելով այն հնարավորությունը, որ Լուկան կարող էր կենդանի լինել պատրաստվել վերադառնալ իրենց կյանք։ Իսկ եթե նա է, հարցրեց Աննան, ձայնը թեթակի դողում էր։ Ռոզան գրկեց դստերը։ Ապա մեր ընտանիքը կլինի ամբողջական։ Վիկտորը նայեց պատուհանից դեպի այգիները, որտեղ նա ծրագրել էր Աննայի համար փայտամշակման արհեստանոց տեղադրել, ով հետաքրքրություն էր ցուցաբերել հոր հոբբիի նկատմամբ։ Աննա, անկախ նրանից, թե ինչ կլինի, դու գիտես, որ միշտ ընտանիք կունենաս այստեղ, չէ՞։ Գիտեմ, հորեղբայր Վիկտոր։ Եվ դուք գիտեք, որ միշտ կունենաք մի զարմուհի, ով շատ է սիրում ձեզ։
3 օր անց հեռախոսը նորից զանգահարեց։ Այս անգամ դա մի ձայն էր, որը Վիկտորը 18 տարի չէր լսել, բայց անմիջապես ճանաչեց։ Վիկտոր։ Ես եմ։ Լուկան։ Գործարարը զգաց, թե ինչպես ոտքերը թուլանում են։ Լուկա։ Աստված իմ, իսկապես դու ես։ Այո, եղբայր։ Аарոնը գտավ ինձ։ Վիկտոր, ես տեսա նրա լուսանկարը։ Աննան նույնն է, ինչ մեր մայրը երիտասարդ տարիքում։ Նա գեղեցիկ է, ըստ ասվածի, զարմանահրաշ երիտասարդ աղջիկ է։ Նա այդպիսին է, Լուկա։ Նա քաջ է, ազնիվ, խելացի, ունի ալյանսների բոլոր լավ կողմերը։ Վիկտոր, ես գիտեմ, որ շատ բան ունեմ բացատրելու։ Շատ կորցրած տարիներ, փոխհատուցելու համար։ Ոչ, ընդհատեց Վիկտորը։ Դու արեցիր այն, ինչ ճիշտ համարեցիր քո ընտանիքը պաշտպանելու համար։ Բացատրելու ոչինչ չկա, միայն տոնելու։ Երբ ես տուն գալիս։ Եթե դուք ինձ ընդունեք, ես կցանկանայի վերադառնալ տուն։ Աննան, ով լսել էր ամբողջ զրույցը, վերցրեց հեռախոսը։ Հայրիկ։ Ես եմ, Աննան։ Մյուս կողմից լռությանը հաջորդեց խեղդված հոգոց։ Իմ դուստրը։ Իմ փոքրիկ Աննան։ Այլս այնքան էլ փոքր չեմ, հայրիկ։ Ես հիմա 17 տարեկան եմ, անհամբեր սպասում եմ քեզ ճանաչելուն։ Աննա, դուստրս, ներիր հայրիկին, որ այսքան երկար հեռու էի։ Ներելու ոչինչ չկա, հայրիկ։ Պարզապես տուն արի։ Մեր ընտանիքը սպասում է քեզ։ Մեկ շաբաթ անց Վիկտորը, Աննան Ռոզան Երանի զվարթնոց օդանավակայանում էին, սպասելով Լուկայի չվերթի ժամանմանը։ Աննան բռնած էր մի ձեռագործ պաստառ, որի վրա գունավոր տառերով գրել էր «Բարի գալուստ ընտանիք, հայրիկ»։ Երբ Լուկան հայտնվեց ժամանման դարպասում, կասկածներ չկային, թե ով էր նա։ Չնայած մոխրագույն մազերին տարիների բերած դիմագծերի գծերին, նա դեռ ուներ ալյանսների բնորոշ աչքերը քնքուշ ժպիտը, որը Վիկտորը հիշում էր իր երիտասարդությունից։ Աննան առաջինը վազեց նրա մոտ, երբ Լուկան գրկեց նրան, Վիկտորը տեսավ, թե ինչպես 18 տարվա կարոտը զղջումը լուծվեցին վայրկյանների ընթացքում։ Ռոզան հաջորդն էր, զույգի վերամիավորումը լի էր մի զգացմունքով, որը Վիկտորին ստիպեց հասկանալ, որ իսկական սերը իսկապես կարող է դիմակայել ժամանակին, հեռավորությանը։ Վերջապես, եղբայրները հանդիպեցին։ Լուկան ձեռքը մեկնեց, պաշտոնական, բայց Վիկտորը անտեսեց այն քաշեց նրան ամուր գրկախառնության։ Բարի վերադարձ, եղբայր, շշնջաց Վիկտորը։ Շնորհակալություն իմ ընտանիքին հոգ տանելու համար, պատասխանեց Լուկան։ Մեր ընտանիքը, ուղղեց Վիկտորը։ Եվ հիմա, երբ մենք բոլորս միասին ենք, ոչինչ այլս չի բաժանի մեզ։ Մինչ նրանք միասին քայլում էին դեպի օդանավակայանի ելքը, Աննան մեջտեղում, բռնած հոր-հորեղբոր ձեռքերը, Վիկտորը մտածում էր, թե ինչպես մի պարզ ազնվության փորձարկումը վերածվել էր իր կյանքի ամենաթանկ հայտնագործության։ Նա սովորել էր, որ իսկական հարստությունը ոչ թե իր ներդրումներում կամ սեփականություններում էր, այլ այն մարդկանց մեջ, ում սիրում էր, ովքեր սիրում էին իրեն։ Ալյանսների ընտանիքը վերջապես ամբողջական էր, Վիկտորը գիտեր, որ առջում սպասվող մարտահրավերներն ու ուրախությունները կդիմակայվեն միասին, ինչպես պետք է լիներ ի սկզբանե։ Այդ երեկո առանձնատանը կայացած ողջույնի ճաշի ժամանակ Լուկան Աննային փոքրիկ փայտե քանդակ տվեց, որը նա պատրաստել էր իր աքսորի տարիներին, միահյուսված սիրտ, որը ներկայացնում էր այն ընտանիքը, որը նա երբեք չէր մոռացել։ Աննան կտորը դրեց մազակալի կողքին, որը հայրը պատրաստել էր նրա համար, երբ նա երեխա էր, սիրո շոշափելի խորհրդանիշներ, որոնք դիմակայել էին ժամանակին, հեռավորությանը բոլոր խոչընդոտներին։ Վիկտորը դիտում էր իր հավաքված ընտանիքը ժպտում էր, իմանալով, որ որոշ հարստություններ իսկապես չեն կարող գնվել։ Դրանք կարող են ձեռք բերվել միայն ազնվության, քաջության անսահման սիրո միջոցով։ Լուկայի վերադարձից հաջորդ օրը ալյանսների առանձնատունը արթնացավ այլ կերպ։ Վիկտորը սովորականից շուտ իջավ խոհանոց գտավ իր եղբորը արդեն արթուն, նստած սեղանին, դիտելով այգին մեծ պատուհանից։ Լուկայի ձեռքերը բռնած էին դեռս ծխացող սուրճի բաժակը, Վիկտորը նկատեց, որ դրանք թեթակի դողում էին։ Չկարողացաք քնել, մեղմորեն հարցրեց Վիկտորը, իրեն սուրճ լցնելով նստելով եղբոր կողքին։ Լուկան տխուր ժպտաց։ 18 տարի քնելով անծանոթ անկողիններում, փոքր սենյակներում։ Այս տունը չափազանց մեծ է, Վիկտոր։ Եվ չափազանց լուռ։ Ես սովոր եմ ծովի աղմուկին։
Վիկտորը դիտում էր եղբոր պրոֆիլը, նկատելով աչքերի շուրջի կնճիռները, որոնք պատմում էին դժվար տարիների պատմություններ։ Լուկա, դու պետք չէ անմիջապես հարմարվես։ Մենք կարող ենք ավելի փոքր սենյակ գտնել, եթե նախընտրում ես։ Կարևորն այն է, որ դու այստեղ ես։ Միայն դա չէ, հոգոց հանեց Լուկան։ Պարզապես ես նայում եմ Աննային, տեսնում 17-ամյա աղջկա, ում չեմ ճանաչում։ Ես այնքան բան եմ կորցրել, Վիկտոր։ Առաջին քայլերը, առաջին բառերը, դպրոցի առաջին օրը։ Նրա ձայնը խզվեց։ Ինչպես է մարդ վերականգնում 18 տարին։ Վիկտորը ձեռքը դրեց եղբոր ուսին։ Մեկ օրը մեկ օրում։ Եվ դու միայնակ չես դրանում։ Այդ պահին Աննան հայտնվեց խոհանոցում, դեռ պիժամայով, մազերը քնից խառնված։ Նա կանգ առավ, տեսնելով երկու եղբայրներին զրուցելիս վարանեց, կարծես չգիտեր, պետք է ընդհատի, թե ոչ։ Բարի լույս, հայրիկ, ամաչելով ասաց նա Լուկային, հայրիկ բառը ստիպեց նրա սիրտը սեղմվել։ Բարի լույս, դուստրս, պատասխանեց Լուկան, Վիկտորը նկատեց նրա ձայնում զսպված հույզերը։ Աննան իրեն նարնջի հյութ լցրեց, նստեց երկու տղամարդկանց դիմաց։ Հայրիկ, երեկ գիշեր, երբ մենք զրուցում էինք, դուք ասացիք, որ աշխատում եք որպես փայտամշակման ուսուցիչ։ Դուք կարող եք ինձ սովորեցնել։ Լուկայի աչքերը լուսավորվեցին առաջին անգամ, ժամանելուց հետո։ Դու իսկապես կցանկանայիր սովորել։ Շատ։ Հորեղբայր Վիկտորը ինձ համար արհեստանոց էր պատրաստելու այգում, չէ՞։ Աննան նայեց Վիկտորին, ով ժպտալով գլխով արեց։ Կատարյալ կլիներ, ասաց Վիկտորը։ Լուկա, դու կարող ես վերահսկել մոնտաժը։ Դու ինձանից լավ գիտես, թե ինչ է պետք արհեստանոցին։ Լուկան զգաց, թե ինչպես ինչ-որ բան ջերմացավ իր կրծքում։ Վերջապես, դստեր հետ կապ հաստատելու կոնկրետ միջոց։ Աննա, փայտամշակումը արվեստ է, որը պահանջում է համբերություն։ Դա մի բան չէ, որը մեկ գիշերում է սովորվում։ Ես համբերություն ունեմ, վճռականորեն պատասխանեց Աննան։ Եվ ես ունեմ ալյանսների ընտանիքի ձեռքերը, ավելացրեց նա, ցույց տալով ձեռքերը, որոնք իսկապես շատ նման էին Լուկայի ձեռքերին։ Ռոզան այդ պահին հայտնվեց խոհանոցում, արդեն պատրաստ օրը սկսելու համար։ Նա կանգ առավ, տեսնելով տեսարանը, իր ամուսինը, դուստրը փեսան զրուցում էին որպես նորմալ ընտանիք, զգաց, թե ինչպես աչքերը լցվում են երախտագիտության արցունքներով։ Բարի լույս, ընտանիք, ասաց նա, ընտանիք բառը արձագանքեց խոհանոցում որպես օրհնություն։ Լուկան վեր կացավ, գրկեց նրան, մեղմորեն համբուրելով նրա ճակատը։ Բարի լույս, իմ սեր։ Լավ քնեցի՞ր։ Ավելի լավ, քան տարիներ շարունակ, անկեղծորեն պատասխանեց Ռոզան։ Վիկտորը դիտում էր զույգի փոխազդեցությունը, զգում էր ուրախության մելամաղձության խառնուրդ։ Ուրախություն նրանց վերամիավորված տեսնելու համար, մելամաղձություն հասկանալու համար, թե որքան միայնակ էր եղել իր սեփական կյանքը բոլոր այս տարիներին։ Վիկտոր, Աննան գրավեց նրա ուշադրությունը։ Դուք լավ եք։ Կարծես մտածկոտ եք։ Գործարարը ժպտաց զարմուհուն։ Ես հիանալի եմ, Աննա։ Պարզապես մտածում եմ, թե ինչպես է կյանքը կարող արագ փոխվել։ Դեպի լավը, ավելացրեց նա։ Միանշանակ դեպի լավը։ Լուկան նորից նստեց, լրջորեն նայեց Վիկտորին։ Եղբայր, պետք է խոսեմ մի քանի գործնական բաների մասին։ Գիտեմ, որ դուք առաջարկել եք մեզ բնակարան ապրուստ, բայց ես չեմ կարող պարզապես ընդունել ամեն ինչ առանց ներդրում ունենալու։ Լուկա։ Ոչ, թող ես ավարտեմ։ Գիտեմ, որ դուք հարուստ եք, որ կարող եք հեշտությամբ ապրուստ ապահովել երեք մարդու համար։ Բայց ես պետք է գործառույթ ունենամ, նպատակ։ Ես չեմ կարող լինել պարզապես մշտական հյուր իմ կրտսեր եղբոր տանը։ Վիկտորը հասկացավ եղբոր հպարտությունը։ Դա տիպիկ ալյանս էր, ներդրում ունենալու, սեփական արժեք ունենալու անհրաժեշտությունը։ Ինչ եք առաջարկում։ Ես կցանկանայի աշխատել ձեզ հետ։ Ոչ թե բարեգործությունից, այլ որովհետև կարծում եմ, որ կարող եմ ներդրում ունենալ։ Այս տարիներին հեռու լինելով ես շատ բան եմ սովորել մարդկանց մասին, պարզության մասին, այն մասին, թե ինչն է իսկապես կարևոր։ Գուցե դա օգտակար լինի ձեր ընկերությունում։ Աննան ծափահարեց, ոգորված։ Հայրիկը կաշխատի հորեղբայր Վիկտորի հետ։ Ընտանիքը միասին կաշխատի։ Վիկտորը ժպտաց, հասկանալով առաջարկի իմաստնությունը։ Լուկա, դու միշտ լավ էիր մարդկանց հետ։
Եվ վերջին ժամանակներս ես նկատել եմ, որ մի փոքր կորցրել եմ այդ կարողությունը։ Պատիվ կլիներ, որ դու ինձ հետ աշխատես։ Որպես գործընկերներ, ճշգրտեց Լուկան։ Ոչ թե որպես աշխատող։ Որպես եղբայրներ, ուղղեց Վիկտորը։ Ռոզան մոտեցավ սեղանին, թարմ մրգերի սկուտեղով։ Դուք երկուստ էլ միշտ համառ եք եղել, քնքշորեն ասաց նա։ Լուկա, ընդունիր քո եղբոր օգնությունը։ Վիկտոր, ընդունիր քո եղբոր ընկերությունը։ Երկուստ էլ պետք եք միմյանց։ Աննան խնձոր վերցրեց սկուտեղից։ Մայրիկը ճիշտ է։ Եվ բացի այդ, հիմա մենք ընտանիք ունենք հոգ տանելու համար։ Դա բոլորի պարտականությունն է։ Լուկան նայեց դստերն աճող հիացմունքով։ Դու շատ իմաստուն ես 17-ամյա մեկի համար։ Սովորել եմ լավագույններից, պատասխանեց Աննան, հերթով նայելով մորը հորեղբորը։ Վիկտորը զգաց, թե ինչպես սիրտը ջերմացավ։ 2 օրում նրա տունը լուր թանգարանից վերածվել էր կյանքով սիրով լի օջախի։ Ուրեմն որոշված է։ Լուկան կլինի իմ նոր գործընկերը, Աննան կունենա իր փայտամշակման դասերը, իսկ Ռոզան նա նայեց Քենուն, Ռոզան կլինի այս տան թագուհին, ինչպես միշտ պետք է լիներ։ Ես պարզապես ուզում եմ, որ բոլորը երջանիկ լինեն, պարզապես ասաց Ռոզան։ Ուրեմն կլինենք, հայտարարեց Աննան երիտասարդության վստահությամբ։ Մենք կլինենք մայրաքաղաքի ամենաերջանիկ ընտանիքը։ Լուկան բռնեց դստեր ձեռքը։ Աննա, խոստանում եմ, որ կփոխհատուցեմ բոլոր կորցրած տարիները։ Ես կլինեմ լավագույն հայրը, որը կարող եմ լինել։ Հայրիկ, դուք պետք չէ ոչինչ փոխհատուցեք։ Դուք պարզապես պետք է հիմա այստեղ լինեք։ Անցյալն անցյալում է։ Կարորն ապագան է։ Վիկտորը նայեց իր զարմուհունց, մեկ անգամ հիացավ նրա հասունությամբ։ Աննա, որտեղից սովորեցիր այդքան իմաստուն լինել։ Ձեզ երեքից, պատասխանեց նա։ Մայրիկը ինձ սովորեցրեց ուժեղ լինել, դուք ինձ սովորեցրեցիք ազնիվ լինել, հայրիկը։ Նա նայեց Լուկային, հայրիկը ինձ սովորեցրեց, որ սերը կարող է հաղթահարել ցանկացած հեռավորություն։ Հաջորդող լռությունը լցված էր հույզերով։ Վիկտորը հասկացավ, որ այդ ընտանիքը կերտվել էր ոչ միայն արյունակցական կապերով, այլ սիրո, ներման հույսի գիտակցված ընտրություններով։ Լավ, ասաց Վիկտորը, կոկորդը մաքրելով, հույզերը թաքցնելու համար, ինչ կասեք, եթե սկսենք պլանավորել այդ արհեստանոցը։ Աննա, այսօր դասեր ունեք։ Ունեմ, բայց միայն առավոտյան։ Ցերեկը կարող ենք գնալ այգու տեղը տեսնելու։ Լուկան ոգորվեց։ Ես կարող եմ ցուցակ կազմել, թե ինչ է մեզ պետք։ Գործիքներ, սեղաններ, օդափոխության համակարգ։ Եվ ես կփնտրեմ փայտամշակման տարբեր տեխնիկաներ ինտերնետում, ավելացրեց Աննան, ոգորված։ Ռոզան դիտում էր ընտանիքը միասին պլանավորելիս խորը խաղաղություն էր զգում։ 18 տարվա անորոշությունից միայնությունից հետո նա վերջապես ուներ այն ամբողջական ընտանիքը, որի մասին միշտ երազել էր։ Վիկտորը նայեց ժամացույցին։ Ես ժամը 10-ին հանդիպում ունեմ, բայց կարող եմ հետաձգել։ Ոչ, ընդհատեց Լուկան։ Դուք ունեք ձեր կյանքը, ձեր պարտավորությունները։ Մենք չենք ուզում, որ ամեն ինչ փոխվի մեր պատճառով։ Բայց ես ուզում եմ, որ ամեն ինչ փոխվի, անկեղծորեն պատասխանեց Վիկտորը։ Ես ուզում եմ, որ իմ կյանքը ներառի ձեզ ամեն ինչում։ Ընտանեկան հանդիպումներն ավելի կարևոր են, քան բիզնես հանդիպումները։ Աննան վեր կացավ, համբուրեց հորեղբոր ճակատը։ Հորեղբայր Վիկտոր, դուք զարմանահրաշ եք։ Բայց հայրիկը ճիշտ է։ Դուք պետք չէ դադարեցնեք ձեր կյանքը մեզ համար։ Պարզապես պետք է մեզ ներառեք դրանում։ Վիկտորը ժպտաց, հասկանալով, որ շատ բան ունի սովորելու ընտանիքի աշխատանքի միջ հավասարակշռության մասին։ Ուրեմն ես կգնամ հանդիպման, բայց կվերադառնամ ճաշի համար։ Եվ ցերեկը բոլորս միասին կպլանավորենք արհեստանոցը։ Երբ Վիկտորը դուրս եկավ աշխատանքի, Լուկան մնաց խոհանոցում Ռոզայի Աննայի հետ։ Դա առաջին առավոտն էր, որ նրանք միասին էին անցկացնում որպես ընտանիք 18 տարվա մեջ, բոլորը զգում էին այդ պահի նշանակության բեռը։ 3 շաբաթ անց փայտամշակման արհեստանոցը պատրաստ էր։ Վիկտորը հանձնարարել էր կառուցել ընդարձակ լավ օդափոխվող տարածք այգում, հագեցած լավագույն գործիքներով, սարքավորումներով, որոնք Լուկան խնդրել էր։ Դա շաբաթ օրվա կեսօր էր, ամբողջ ընտանիքը հավաքված էր Աննայի առաջին պաշտոնական դասի համար։ Լուկան ճշգրտեց Աննայի կաշվե գոգնոցը, ձեռքերը թեթակի դողում էին նյարդայնությունից։ Լավ է հարմարեցված։
Չի կարելի, որ լայն լինի, վտանգավոր է։ Կատարյալ է, հայրիկ, համբերատար պատասխանեց Աննան։ Դա 5-րդ անգամն էր, որ նա ստուգում էր գոգնոցը։ Վիկտորը Ռոզան դիտում էին հարմարավետ աթոռներից, ապահով հեռավորության վրա։ Վիկտորը չեղյալ էր հայտարարել հանգստյան օրվա բոլոր պարտավորությունները, ներկա լինելու այդ հատուկ պահին։ Լուկա, հանգստացեք, մեղմորեն ասաց Ռոզան։ Դուք Աննայից ավելի նյարդայնացած եք։ Պարզապես։ Դա մեր առաջին գործունեությունն է միասին, որպես հայր դուստր, խոստովանեց Լուկան։ Ես ուզում եմ, որ այն կատարյալ լինի։ Աննան մոտեցավ հորը բռնեց նրա ձեռքերը։ Հայրիկ, նայեք ինձ։ Պետք չէ կատարյալ լինել։ Պետք է մեր լինի։ Դստեր խոսքերը անմիջապես հանգստացրին Լուկային։ Նա խորը շունչ քաշեց ժպտաց։ Դու ճիշտ ես։ Սկսենք մի պարզ բանից։ Ինչ կասեք մի փոքրիկ տուփի մասին։ Կսիրեի։ Լուկան վերցրեց բալի փայտի մի կտոր, հարթ բուրավետ։ Փայտամշակման առաջին դասը, Աննա, փայտին հարգանքով վերաբերվելն է։ Յուրաքանչյուր կտոր ունի իր սեփական անհատականությունը, իր սեփական մանրաթելերը, իր սեփական պատմությունը։ Աննան նրբորեն դիպավ փայտին։ Ինչպես կարող եմ իմանալ նրա անհատականությունը։ Զգա հյուսվածքը, դիտիր երակների նախշը, հոտ քաշիր բույրը։ Փայտը կպատմի քեզ, թե ով է նա։ Աննան փակեց աչքերը, ձեռքերը անցկացրեց փայտի մակերեսով։ Նա կարծես հանգիստ է։ Համբերատար։ Լուկան ժպտաց, հպարտ։ Ճիշտ է։ Բալը հայտնի է իր կայունությամբ, երկարատ գեղեցկությամբ։ Ճիշտ ինչպես մեր ընտանիքը, ավելացրեց նա, նայելով Վիկտորին Ռոզային։ Հիմա ես կսովորեցնեմ քեզ օգտագործել սայրը։ Դա մի գործիք է, որը պահանջում է նրբություն, ճշգրտություն։ Լուկան կանգնեց Աննայի հետում, իր ձեռքերը դնելով նրա ձեռքերի վրա, շարժումը ուղղորդելու համար։ Դա առաջին երկարատ ֆիզիկական շփումն էր հոր դստեր միջ, երկուսն էլ զգում էին պահի կարողությունը։ Դանդաղ, շշնջաց Լուկան։ Թող գործիքը կատարի աշխատանքը։ Դու պարզապես ուղղորդում ես։ Փայտը մեղմորեն տեղի տվեց վերահսկվող ճնշման տակ, ստեղծելով մի փոքրիկ խոռոչ։ Աննան ուրախությունից բացականչեց, տեսնելով առաջընթացի առաջին նշանը։ Հայրիկ, տես։ Ես կարողանում եմ։ Դու ինձանից լավ ես անում իմ առաջին օրը, ասաց Լուկան, անկեղծ հպարտությամբ։ Վիկտորը դիտում էր տեսարանը, աճող հույզերով։ Տեսնելով իր եղբորը Աննային գիտելիքներ փոխանցելիս, կարծես դիտում էր ընտանեկան ավանդույթի վերացնունդ։ Լուկա, հիշում ես, երբ հայրիկը մեզ սովորեցրեց գործիքներ օգտագործել։ Հիշում եմ, պատասխանեց Լուկան, աչքերը չկտրելով Աննայից։ Նա միշտ ասում էր, որ ձեռքերով աշխատելը մեզ կապում է մեր էության հետ։ Աննան դադարեց աշխատել, նայեց երկու տղամարդկանց։ Դուք փայտամշակություն սովորել եք պապիկից։ Ոչ հենց փայտամշակություն, բացատրեց Վիկտորը։ Մեր հայրը ինժեներ էր, բայց ազատ ժամերին սիրում էր տան շուրջը բաներ շտկել։ Նա միշտ մեզ ներառում էր գործընթացում։ Նա ասում էր, որ մարդը, ով չգիտի օգտագործել իր ձեռքերը, չի կարող իսկապես որևէ արժեքավոր բան ստեղծել, ավելացրեց Լուկան։ Ռոզան մոտեցավ, Աննայի աշխատանքը ավելի մոտիկից դիտելու համար։ Շատ գեղեցիկ է ստացվում, դուստրս։ Մայրիկ, երբ ավարտեմ, դա ձեզ համար կլինի։ Իմ առաջին ստեղծագործությունը նվեր կլինի իմ կյանքի ամենակարևոր կնոջը։ Ռոզան զգաց, թե ինչպես աչքերը լցվում են արցունքներով։ Աննա։ Ճիշտ է, մայրիկ։ Դուք ինձ միայնակ մեծացրել եք բոլոր այս տարիներին։ Այս փոքրիկ տուփը հատուկ կլինի ձեր ամենաթանկարժեք իրերը պահելու համար։ Լուկան դադարեց աշխատել, նայեց կնոջը, նորացված հիացմունքով։ Ռոզան իսկապես արտակարգ կին է։ Միայնակ հրաշալի դուստր է մեծացրել։ Ոչ միայնակ, ուղղեց Ռոզան։ Ես միշտ ձեզ ունեցել եմ իմ սրտում։ Եվ Պետրոսը հեռվից օգնում էր։ Վիկտորը վեր կացավ, միացավ խմբին։ Ես էլ կարող եմ փորձել։ Տարիներ է, ինչ ձեռքերով չեմ աշխատել։ Իհարկե, հորեղբայր Վիկտոր, ասաց Աննան, նրան առաջարկելով սայրը։ Բայց զգույշ եղեք, փայտը պահանջկոտ է։ Վիկտորը զգուշությամբ վերցրեց գործիքը, իր գործադիր ձեռքերը ակնհայտորեն անսովոր էին ձեռքի աշխատանքին։ Առաջին փորձի ժամանակ սայրը սայթաքեց, ստեղծելով անկանոն կտրվածք։
Դանդաղ, Վիկտոր, ասաց Լուկան, իր ձեռքերը դնելով եղբոր ձեռքերի վրա, ինչպես արել էր Աննայի հետ։ Դու շտապում ես, ինչպես միշտ։ Հին սովորություններ, շնջաց Վիկտորը, կենտրոնանալով հանգստանալու վրա։ Աննան դիտում էր երկու եղբայրներին միասին աշխատելիս ժպտաց։ Տարօրինակ է ձեզ այսպես տեսնելը։ Գրասենյակում հորեղբայր Վիկտորը միշտ այնքան վստահ է վերահսկվող։ Այստեղ դա նրա միջավայրը չէ, բացատրեց Լուկան։ Բայց նա սովորում է։ Մենք բոլորս էլ նոր բաներ ենք սովորում։ 2 ժամ զգույշ աշխատանքից հետո փոքրիկ տուփը սկսեց ձավորվել։ Այն կատարյալ չէր։ Կային մի քանի ակնհայտ անկատարություններ, որտեղ Աննան դեռ սովորում էր վերահսկել գործիքները, բայց ուներ ինչ-որ առանձնահատուկ բան, որը ոչ մի գնված տուփ չէր կարող ունենալ։ Հիմա գալիս է ամենանուրբ մասը, ասաց Լուկան։ Ավազացումը, հարդարումը։ Այստեղ է, որ կտորը իսկապես կյանք է ստանում։ Նա ցույց տվեց Աննային, թե ինչպես բռնել ավազաթուղթը, ինչպես շարժել հարթ շրջանած շարժումներով, ինչպես զգալ, երբ մակերեսը հարթ է։ Փայտամշակումը մեդիտացիա է, բացատրեց Լուկան, երբ նրանք աշխատում էին։ Երբ դու կենտրոնացած ես փայտի, շարժումների, վերջնական արդյունքի վրա, միտքը հանգստանում է։ Դա էր այն, ինչ ինձ առողջ էր պահում բոլոր այս տարիներին ձեզանից հեռու։ Աննան նայեց հորը, նոր հասկացողությամբ։ Դուք դա անում էիք, մտածելով մեզ մասին։ Ամեն օր։ Յուրաքանչյուր կտոր, որ ստեղծում էի, աղոթք էր, որ մի օր մենք կարողանանք նորից միասին լինել։ Վիկտորը, ով լուր դիտում էր, մեղքի ալիք զգաց։ Լուկա, եթե ես ավելի շատ փնտրեի, եթե պնդեի քեզ գտնել։ Վիկտոր, ոչ, ամուր ընդհատեց Լուկան։ Այստեղ մեղքի տեղ չկա։ Ես գիտակցված որոշում կայացրի հեռանալու։ Մեղքը իմն էր, միայն իմը։ Բայց դուք այնքան տարիներ կորցրեցիք։ Աննան դադարեց ավազացնել, նայեց երկու տղամարդկանց։ Հորեղբայր Վիկտոր, հայրիկ, դադարեցրեք։ Մենք չենք կարող փոխել անցյալը։ Բայց մենք կարող ենք ապագան զարմանահրաշ դարձնել։ Ռոզան մոտեցավ, հետից գրկեց դստերը։ Երբ դու այդքան իմաստուն դարձար, դուստրս։ Սովորել եմ իմ ընտանիքից, պարզապես պատասխանեց Աննան։ Երբ ալը սկսեց մայր մտնել, փոքրիկ տուփը պատրաստ էր։ Այն պարզ էր, բայց լավ պատրաստված, մաքուր գծերով հարթ հարդարմամբ, որը հրավիրում էր դիպչելուն։ Կատարյալ է, ասաց Ռոզան, զգուշությամբ բռնելով տուփը։ Կատարյալ չէ, ուղղեց Աննան։ Բայց այն պատրաստված է սիրով։ Եվ դա ավելի կարևոր է, քան կատարելությունը։ Լուկան գրկեց դստերը, զգալով մի խորը կապ, որին սպասել էր 18 տարի։ Աննա, դու բնական տաղանդ ունես դրա համար։ Եթե ուզում ես, ես կարող եմ քեզ ավելի առաջադեմ տեխնիկաներ սովորեցնել։ Ուզում եմ, հայրիկ։ Ես ուզում եմ սովորել ամեն ինչ, ինչ կարող եք ինձ սովորեցնել։ Վիկտորը դիտում էր արհեստանոցում հավաքված ընտանիքը, զգում էր մի խաղաղություն, որը երբեք չէր զգացել։ Իր բիզնեսները, իր հարստությունը, իր մասնագիտական հաջողությունները, ամեն ինչ փոքր էր թվում այս պարզ, բայց խորը պահի արժեքի համեմատ։ Լուկա, ասաց Վիկտորը, շնորհակալություն։ Ինչի՞։ Համար։ Տուն վերադառնալու համար։ Այս տանը կյանք բերելու համար։ Ինձ ցույց տալու համար, թե ինչն է իսկապես կարևոր։ Լուկան ժպտաց, ձեռքը դրեց եղբոր ուսին։ Շնորհակալություն մեր ընտանիքին ապահով պահելու համար, մինչ ես հեռու էի։ Նրանց մասին հոգ տանելու համար, կարծես իրենցը լինեին։ Նրանք իմն են, պատասխանեց Վիկտորը։ Դուք բոլորդ եք։ Աննան զգուշությամբ դրեց գործիքները, հետելով այն հրահանգներին, որոնք հայրը տվել էր սարքավորումների կազմակերպման խնամքի վերաբերյալ։ Հայրիկ, երբ կարող ենք անել հաջորդ դասը։ Ինչ կասեք վաղը առավոտյան։ Եթե այլ պլաններ չունեք։ Ես ավելի կարևոր պլաններ չունեմ, քան իմ ընտանիքի հետ ժամանակ անցկացնելը։ Ռոզան գրկեց ամուսնուն։ Ես շատ հպարտ եմ ձեզանով, Լուկա։ Այնպես, ինչպես կապվում եք Աննայի հետ, ինչպես հարմարվում եք։ Դեռ երբեմն դժվար է, խոստովանեց Լուկան։ Բայց ձեզ այստեղ ունենալը, նորից ընտանիք ունենալը, ամեն ինչ արժանի է դրան։ Վիկտորը անջատեց արհեստանոցի լույսերը, բայց նախքան դուրս գալը, մեկ անգամ նայեց այն տարածքին, որտեղ հենց նոր ականատես էր եղել մի կախարդական բանի։ Դա պարզապես փայտամշակման դաս չէր։ Դա ընտանիքի վերակառուցում էր, մեկ թելը մեկ թելով, մեկ կտորը մեկ կտորով։
Վերադառնալով գլխավոր տուն, Աննան հոր-հորեղբոր միջ, Ռոզան ամուսնու կողքին, Վիկտորը հասկացավ, որ իսկական երջանկությունը մի բան չէր, որը գնվում կամ նվաճվում էր։ Դա մի բան էր, որը կառուցվում էր դանդաղ, համբերությամբ, սիրով, ճիշտ ինչպես փայտամշակման կտոր։ Մեկ ամիս էր անցել փայտամշակման առաջին դասից, ալյանսների առանձնատան կյանքը գտել էր իր բնական ռիթմը։ Կիրակի առավոտ էր, ինչպես ավանդույթ էր դարձել, ամբողջ ընտանիքը հավաքվում էր հատուկ նախաճաշի համար, որը Ռոզան պատրաստում էր հանգստյան օրերին։ Խոհանոցի սեղանը դրված էր ասեղնագործ սփռոցով, նուրբ սպասքով այգու թարմ ծաղիկներով։ Աննան շուտ էր արթնացել մորը օգնելու համար, այժմ երկուսն էլ ավարտում էին նրբաբլիթներ, թարմ մրգեր հատուկ սուրճ պատրաստելը, որը Լուկան սովորեցրել էր Ռոզային։ Վիկտորը աստիճաններով իջավ, հագած պատահական հագուստ, մի բան, որն աներակայելի էր մի քանի ամիս առաջ, Լուկային գտավ արդեն խոհանոցում, թերթ կարդալիս, խմելով օրվա առաջին բաժակ սուրճը։ «Բարի լույս, եղբայր», ասաց Վիկտորը, իրեն սուրճ լցնելով։ «Ինչպես քնեցիք»։ «Ամեն գիշեր ավելի լավ», անկեղծորեն պատասխանեց Լուկան։ «Դեռ երբեմն արթնանում եմ, մտածելով, որ այս ամենը երազ է, բայց ավելի հեշտ է դառնում հավատալ, որ այն իրական է»։ Աննան հայտնվեց Վիկտորի կողքին, գրկելով նրան գոտկատեղից։ Այս տեսակի անսպասելի սիրո դրսևորումը սովորական էր դարձել, Վիկտորը դեռ զարմանում էր, թե ինչպես էր հեշտությամբ հարմարվել սիրող ընտանիք ունենալուն։ «Հորեղբայր Վիկտոր, հիշում եք, որ այսօր մենք գնալու ենք այգի, այն պիկնիկի համար, որը պլանավորել էինք»։ «Իհարկե հիշում եմ։ Արդեն պատրաստել եմ ջերմային զամբյուղը, նույնիսկ մի քանի ծածկոց եմ բերել պահարանից»։ Ռոզան մոտեցավ սեղանին, տաք նրբաբլիթների սկուտեղով։ «Վիկտոր, դուք վստահ եք, որ ուզում եք դա անել։ Այսինքն, դա այնքան նորմալ բան է։ Ձեզ համար մի փոքր չափազանց պարզ չէ»։ Վիկտորը ծիծաղեց, մի ձայն, որը շատ ավելի հաճախ էր հնչում վերջին շաբաթներին։ «Ռոզա, ես հայտնաբերեցի, որ պարզ բաներն ամենաթանկարժեքն են։ Մի քանի ամիս առաջ, եթե ինչ-որ մեկը ինձ ասեր, որ ես ավելի ոգորված կլինեի պիկնիկից, քան բիզնեսի միաձուլումից, ես դա անհնար կհամարեի»։ «Մարդիկ փոխվում են», նկատեց Աննան, նստելով սեղանին։ «Կամ ավելի ճիշտ, մարդիկ նորից գտնում են իրենց»։ Լուկան նայեց դստերն աճող հիացմունքով։ «Աննա, դու միշտ զարմացնում ես ինձ քո իմաստնությամբ։ Սովորել եմ ձեզ երեքից։ Ձեզանից յուրաքանչյուրը ինձ կարևոր բան սովորեցրեց»։ «Ինչ սովորեցիր յուրաքանչյուրից», հարցրեց Վիկտորը, հետաքրքրված։ Աննան մի պահ մտածեց, ծամելով նրբաբլիթը։ «Մայրիկը ինձ սովորեցրեց, որ ուժը ոչ թե երբեք թուլություն չցուցաբերելն է, այլ առաջ շարժվելը, նույնիսկ երբ վախենում ես։ Դուք, հորեղբայր Վիկտոր, ինձ սովորեցրեցիք, որ հաջողությունը առանց ընտանիքի դատարկ է, որ երբեք ուշ չէ փոխվելու համար։ Եվ հայրիկը»։ Նա քնքշորեն նայեց Լուկային, «Հայրիկը ինձ սովորեցրեց, որ իսկական սերը երբեմն նշանակում է զոհաբերություն, բայց ի վերջո սերը միշտ մի միջոց է գտնում տուն վերադառնալու համար»։ Հաջորդող լռությունը լցված էր հույզերով։ Ռոզան զուսպորեն մաքրեց մի արցունք, Վիկտորը զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց զարմուհու հանդեպ հպարտությունից։ «Եվ ինչ սովորեցինք մենք քեզանից», հարցրեց Լուկան։ «Որ ընտանիքը ոչ միայն նրանք են, ովքեր նույն արյունն ունեն», առանց վարանելու պատասխանեց Աննան։ «Ընտանիքը նրանք են, ովքեր ընտրում են մնալ, ովքեր ընտրում են սիրել, ովքեր ընտրում են ներել»։ Վիկտորը դրեց պատառաքաղը սեղանին, նայեց իր ընտանիքի յուրաքանչյուր անդամին։ «Դուք գիտեք, որ մինչ Աննան մտներ իմ կյանք, ես պլանավորում էի ընդլայնել բիզնեսը դեպի Եվրոպա։ Ես տարվա կեսը անցկացնելու էի ճանապարհորդելով, պայմանագրեր կնքելով, ավելի շատ հարստություն կուտակելով։ Եվ հիմա», հարցրեց Ռոզան։ «Հիմա չեմ կարող պատկերացնել անգամ մեկ օր անցկացնել առանց ձեզանից։ Ես չեղյալ հայտարարեցի բոլոր ուղղորությունները։ Միջազգային բիզնեսի մեծ մասը պատվիրակեցի այլ ղեկավարների։ Որովհետև հայտնաբերեցի, որ իմաստ չունի աշխարհը նվաճելը, եթե չունես ում հետ կիսել հաղթանակը»։ Լուկան ձեռքը մեկնեց դիպավ եղբոր ձեռքին։ «Վիկտոր, դուք պետք չէ դադարեցնեք աշխատել մեր պատճառովը»։ «Ես չեմ դադարում, Լուկա։ Ես առաջնահերթություններ եմ դնում։ Տարբերություն կա»։ Աննան վեր կացավ, հետից գրկեց հորեղբորը։ «Հորեղբայր Վիկտոր, հիշում եք այն օրը, երբ ինձ կրթաթոշակ առաջարկեցիք։ Ինչպես կարող էի մոռանալ։ Դուք ասացիք, որ դա բարեգործություն չէ, այլ արժեքի ճանաչում։ Հիմա ես հասկանում եմ, թե ինչ նկատի ունեիք։
Դուք ինձ հնարավորություններ չէիք տալիս խղճահարությունից։ Դուք ճանաչում էիք իմ մեջ մի բան, որը ես ինքս չգիտեի, որ ունեմ։ Ինչ ճանաչեցի։ Որ ես ալյանց եմ, հպարտությամբ ասաց Աննան։ Եվ որ ալյանցները չեն հանձնվում, չեն վաճառվում, հոգ են տանում միմյանց մասին։ Լուկան հուզվեց դստեր խոսքերից։ Աննա, ես միշտ վախեցել եմ, որ դու կմեծանաս քեզ լքված, մերժված զգալովը։ Հայրիկ, դադարեցրեք, Աննան մեղմորեն ընդհատեց նրան։ Դուք ինձ չեք լքել։ Դուք ինձ պաշտպանել եք։ Եվ հիմա, երբ մենք միասին ենք, դա է կարևորը։ Ռոզան վեր կացավ, ավելի շատ սուրճ բերելու, բայց իրականում նրան պետք էր մի պահ հավաքվելու համար։ Ընտանեկան զրույցները դեռ խորապես հուզում էին նրան, հատկապես երբ նա նկատում էր, թե ինչպես էր Աննան զարգացել հուզականորեն այն պահից, երբ ընտանիքը վերամիավորվել էր։ Ռոզա, Վիկտորը կանչեց նրան, դուք նույնպես դրա մասն եք։ Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ ես ձեզ իմ քույրն եմ համարում ամեն առումով։ Վիկտոր, դուք չեք պատկերացնում, թե դա ինչ է նշանակում ինձ համար, պատասխանեց Ռոզան, վերադառնալով սեղանին։ Բոլոր այս տարիներին ես Աննային միայնակ եմ մեծացրել, բայց միշտ գիտեի, որ մի օր նրան պետք կլինի ճանաչել հայրական ընտանիքը։ Պարզապես չէի պատկերացնում, որ դա այսպես կլինի, այնքան։ Կատարյալ։ Կատարյալ չէ, ասաց Լուկան։ Մենք շատ աշխատանք ունենք անելու։ Շատ բան, միմյանց մասին սովորելու։ Շատ կորցրած ժամանակ վերականգնելու։ Բայց մենք դրա համար ամբողջ կյանք ունենք, նկատեց Աննան։ Եվ հիմա, երբ մենք միասին ենք, յուրաքանչյուր օր նոր հնարավորություն կլինի։ Վիկտորը նայեց ժամացույցին։ Խոսելով հնարավորությունների մասին, ինչ կասեք, եթե պատրաստենք այդ պիկնիկը։ Դուրսում օրը հիանալի է։ Բոլորը վեր կացան, իրերը կազմակերպելու, բայց Լուկան ուշադրություն խնդրեց։ Նախքան դուրս գալը, ես կցանկանայի ինչ-որ բան ասել, ասաց նա կանգնելով։ Երբ 18 տարի առաջ հեռացա, մտածեցի, որ ամեն ինչ կորցնում եմ։ Իմ ընտանիքը, իմ տունը, իմ ինքնությունը։ Բայց հիմա հասկանում եմ, որ շատ ավելի կարևոր բան էի ձեռք բերում։ Ինչ։ Աննան հարցրեց։ Հեռանկար, պատասխանեց Լուկան։ Ես 18 տարի անցկացրի, սովորելով, որ կյանքը կարող է պարզ լինել դեռս նշանակալի։ Որ դու պետք չէ շատ բան ունենաս երջանիկ լինելու համար, պարզապես ճիշտ մարդկանց քո կողքին։ Եվ հիմա ես կարող եմ դա սովորեցնել ձեզ, ովքեր այդքան շատ բան ունեք։ Վիկտորը գլխով արեց, հասկանալով։ Ճիշտ է։ Ես ամեն ինչ ունեի նյութական առումով, բայց ապրում էի որպես հոգու աղքատ մարդ։ Եվ հիմա հարցրեց Ռոզան։ Հիմա ես իսկապես հարուստ եմ, պատասխանեց Վիկտորը, նայելով նրանցից յուրաքանչյուրին։ Հարուստ սիրով, հարուստ ընտանիքով, հարուստ նպատակով։ Աննան ծափահարեց։ Ուրեմն եկեք տոնենք մեր հարստությունը պիկնիկով այգում։ Մինչ նրանք պատրաստվում էին դուրս գալ, յուրաքանչյուրը հոգ տանելով պատրաստությունների մի մասին, Վիկտորը դիտում էր իր ընտանիքի բնական ներդաշնակ շարժումը։ Ռոզան հատուկ բուտերբրոդներ էր պատրաստում, Լուկան ստուգում էր եղանակի կանխատեսումը հեռախոսով, Աննան խաղեր էր ընտրում տանելու համար։ Ամեն ինչ աշխատում էր որպես լավ փորձված սիմֆոնիա։ Մեքենայում այգի գնալիս Աննան մի հարց տվեց, որը ստիպեց նրանց մտածել։ Դուք կարծում եք, որ հայրիկը դեռ կգտներ մեզ, եթե փողի փորձարկումը չլիներ։ Վիկտորը մի պահ մտածեց։ Գուցե։ Գուցե ոչ։ Կարևորն այն է, որ դա տեղի ունեցավ ճիշտ ժամանակին։ Ես կարծում եմ, այո, ասաց Լուկան ուղղորի նստատեղից։ Կարծում եմ, այս կամ այն կերպ մեր ընտանիքին վիճակված էր վերամիավորվել։ Աննան կմեծանար, կդառնար զարմանահրաշ կին, ի վերջո մեր ճանապարհները կխաչվեին։ Ինչպես եք վստահ, պնդեց Աննան։ Որովհետև իսկական սերը միշտ մի ճանապարհ է գտնում, պատասխանեց Ռոզան հետի նստատեղից։ Կարող է երկար տել, կարող է բարդ լինել, բայց ի վերջո այն մարդիկ, ովքեր պետք է միասին լինեն, գտնում են միմյանց։ Այգին լիքն էր այլ ընտանիքներով, ովքեր վայելում էին արոտ կիրակին։ Վիկտորը շախմատած սփռոցը փռեց մեծ ծառի տակ, մինչ Լուկան կազմակերպում էր ուտելիքը, իսկ Ռոզան Աննան ֆրիսբիով խաղում էին խոտածածկույթի վրա։ Լուկա, ասաց Վիկտորը, կողք կողքի աշխատելիս, շնորհակալություն։ Ինչի՞։ Համար այս անգամ։ Լուկան հարցրեց, ժպտալով։ Ինձ հորեղբայր լինելու հնարավորություն տալու համար։ Աննային թույլ տալու համար ինձ ճանաչել։ Տուն վերադառնալու համար։
Վիկտոր, դու ինձ շատ ավելին ես տվել։ Ինձ տվել ես նորից հայր լինելու, ընտանիք ունենալու, տուն ունենալու հնարավորություն։ Երկու եղբայրները գրկախառնվեցին, երկար գրկախառնություն, որը կրում էր 18 տարվա կարոտ, զղջում ներում։ Աննան Ռոզան վազելով վերադարձան շնչահեղձ խաղից։ Դուք երկուստ էլ այնտեղ փիլիսոփայելու եք ամբողջ օրը, թե՞։ Կօգնեք մեզ ուտել ամբողջ այս ուտելիքը, հարցրեց Աննան ծիծաղելով։ Եկեք ուտենք, հայտարարեց Վիկտորը, բոլորը նստեցին սփռոցի վրա։ Մինչ նրանք կիսում էին բուտերբրոդներ, մրգեր հյութեր, խոսելով ապագա պլանների մասին, Վիկտորը շուրջը նայեց տեսավ այլ ընտանիքների, ովքեր նույն բանն էին անում։ Բայց գիտեր, որ իրենցը հատուկ էր։ Ոչ թե որովհետև նրանք ավելի լավ էին կամ տարբեր, այլ որովհետև նրանք ձեռք էին բերվել կորուստների, անսպասելի հանդիպումների սիրելու ներելու գիտակցված ընտրությունների միջոցով։ Ուր ենք գնում այստեղից, հարցրեց Աննան, պառկելով սփռոցի վրա նայելով երկնքին ծառի ճյուղերի միջով։ Առաջ կգնանք, պատասխանեց Լուկան։ Մեկ օրը մեկ օրում, մեկ որոշումը մեկ որոշումով, միշտ միասին։ Միշտ միասին, կրկնեց Վիկտորը, գիտեր, որ երբեք ավելի ճիշտ բառեր չէր արտասանել իր ողջ կյանքում։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Ալյանսների ընտանիքի պատմությունը շոշափել է ձեր սրտերը, ինչպես շոշափել է մերը։ Ընտանեկան վերամիավորումների, ներման մարդկային հարաբերությունների իսկական հարստության մասին այս պատմությունը մեզ հիշեցնում է, որ կյանքի ամենամեծ գանձերը ոչ թե պահարաններում են, այլ այն կապերում, որոնք մենք կառուցում ենք մեր սիրելիների հետ։ Մեզ հետ այս հուզական ճանապարհը շարունակելու համար մենք պատրաստել ենք հատուկ երկացանք, ընտանիքի ազնվության երկրորդ հնարավորությունների մասին նույնքան գրավիչ պատմություններով։ Գտեք այս հատուկ ընտրանին, սեղմելով կողքի տեսանյութի վրա։ Եթե այս պատմությունը շոշափել է ձեր սիրտը, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին թողնել ձեր հավանումը։ Դա մեզ մոտիվացնում է շարունակել ներկայացնել պատմություններ, որոնք նշում են մարդկային բնույթի լավագույնը։ Ամեն օր մենք կիսվում ենք եզակի պատմություններով, որոնք ուսումնասիրում են զգացմունքների բարդությունը, ընտանեկան հարաբերությունների գեղեցկությունը։ Մի բաց թողեք մեր հաջորդ բովանդակությունը, խնդրում ենք, մեկնաբանություններում կիսվեք, թե ինչպես է այս պատմությունը ձեզ զգացնել տվել։ Սպասում ենք ձեզ մեր հաջորդ պատմության մեջ։